Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր նորից ուղիղ եթերում ենք, թեման լինելու այսօր Սերոբ Գասպարյանի վաղը մարտի 12-ի լինելու է Սերոբ Գասպարյանի Սեփովազ ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի դատը։ Նախ անցնելը թեմային ես ուզում եմ մի քանի բան անդրադառնալ այս մեր քանի օրվա ուղիղ եթերներին, կներեք մեկ վարքյան, ուզում եմ անդրադառնալ մեր եթերներին, որ այս քանի օրը մենք եթեր ենք անում մեր հայրենակիցների համար, այն ինչ որ կատարվավ Վարդան Ղուկասյանի հետ, ես դրա մասին խոսել եմ, որ իր դատավարությունները դեռ իմ կարծիքն է դա երկար կտևի դեռ, ես այդպես եմ կարծում, որովհետև շատ կարճ անդրադառնամ, որովհետև այս տեսակ դատավարություններ ես օրենքը շատ լավ տիրապետում եմ այդ դատավարությունների ու եթե էմիգրացիայի խնդիր կա, նրանք մինչև մարդու հետևից գնալը, նրանք արդեն որոշում են կայացնում եւ դրա հաջորդ օրը արդեն պետք է դու դրա որոշումը պատասխանես հագարակը, որ քեզ իրավունք չկա տալու։ Իրանք ուղղակի Ղուկասյանի ժամանակ չեն տալի, ամեն 3-4 օրը մեկ դատեր են կազմակերպում, որը ոչ մի ու թղթերը շատ, որը ոչ մի իրավաբան չի կարող երևի այդքան արագ հասցնել, ոչ պրոֆեսիոնալ, դա ժամանակի հարցն է։ Ինձ թվում է Վարդան Ղուկասյանի դատավարությունները դեռ կշարունակվեն, որովհետև այսօրվա իշխանությունները փորձում են նոր սահմանադրություն գրել, Սյունիքը հանձնել եւ մնացած բաները։ Այո, դա իմ կարծիքն է, ես բարձրաձայնում եմ եւ մնում եմ իմ կարծիքին։ Իմ կարծիքը դա դուք կարող եք ընդունել, կարող եք չընդունել։ Հիմա մի երկու խոսք ուզում եմ այս եթերների ժամանակ ինձ շատ SMS ա եկել, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն հարցերի համար, որ շատ հարցեր եք ինձ տվել։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ ես բլոգեր չեմ, ոչ էլ պատրաստ եմ բլոգեր դառնալ, ես մի ձեզանից մեկն եմ հայ լինելով, որ երբ որ ես տեսնում եմ արդարություն չկա, փորձում եմ բարձրաձայնել։ Մենք շուտվանից արդեն երկար տարիներ է Սերոբ Գասպարյանին, եթե հիշում եք, ես ու Սերոբը 7 տարի առաջ նախքան պատերազմը սկսեցինք ուղիղ եթերները եւ շատ լավ էր, մինչեւ կռիվ այդ ապերախտ կռիվը երբ որ սկսվեց, մարդիկ ապաշխարում էին, լսում էին Աստծո խոսք, ունեինք շատ լավ օրեր, շատ լավ օրեր ունեցել ենք, բայց հիմա ես ուզում եմ մի բան ասել, որ սիրելի հայրենակիցներ, եթե դուք ասում եք դուք քրիստոնյա ազգ եք, ես այս եթերներով ցույց եմ տալի քրիստոնյայի տեսակը, գնալով ամեն մեկի հետևից, մեր հայրենակիցների հետևից, փորձելով իմ աջակցությունը։ Դա անկախ նրանից իր անունը ինչ կլինի, անկախ իր սխալներից, ես ասել եմ, եթե այդ անձնավորությունը հոգին չի վաճառե եւ նա պիղծ չի եւ նա հայրենիք չի վաճառե, բոլորը սխալական ենք եւ բոլորս ունենք այդ շանսը ապաշխարելու։ Դրա համար ես չեմ փորձում մտնել այդ քաղաքական առուծախի մեջ, ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ, որը ես ինտերեսներ չունեմ քաղաքականության այդ սրա կուսակցություն կամ նրա կուսակցություն, այո, կան գաղափարախոսություններ, որը ես կարող եմ կիսեմ, կարող ունեմ իմ ներդրումը, իմ ինտերեսը, դա լրիվ ուրիշ բան է, քան քաղաքականություն կամ ինչ-որ մտնել ինչ կուսակցությունները, ոչ, դրա մեջ ես չկամ, դրա համար ես մի խորհուրդ եմ ուզում տալ եւ մի խնդրանք։ Ես կխնդրեմ այն մարդկանց, որ երբ որ իմ հետ սա իմ եթերն է եւ ես եմ որոշում ում հետ եւ որ ժամին եւ մտնել եթեր։ Եթե դու սիրելի իմ հայրենակից ունես Պողոսի հետ խնդիր, դա չի նշանակում, որ ես էլ պետք է խնդիր ունենամ։ Դա ճիշտ չի։ Եթե դու չունես խնդիրի լուծումը ու դու գտնում ես, որ ես այդ մարդը կարող է լինեմ այդ խնդիրը միաժամանակ լուծենք, ես պատրաստ եմ բոլոր մեր հայրենակիցների հետ այդ խնդիրը լուծել քրիստոնյա վայել ձևով։ Բայց երբ որ զանգում եք կամ գրում եք Գևջան, ախր դու չգիտես էսի ով, ախր դու չգիտես յենի ով է, իմ համար հայը շատ թանկ է, սիրելի հայրենակիցներ ջան։ Նորից եմ ասում,
Ինձ ոչ իշխանություն է պետք, ոչ գումար, ոչ էլ ինչ-որ բլոգերություն կամ ես ատում եմ այս հեռախոսը, երկրորդը ես դրա ժամանակը չունեմ, որ նստել ուղղակի սենց խոսել։ Հիմա ես ինչի համար եմ այս ժամանակը վերցնում, որտեղ մեր հայրենակիցը ու ավելին իմ աղբերս Սերոբ Գասպարյանը այսօր անազատության մեջ է։ Եթե մենք այսօր չխոսանք, երբ խոսանք, եթե պետքա կռվի ժամանակ լռենք, եթե պետքա Արցախը հանձնեն, եթե պետքա 5000 հոգի սպանվեն, լռում են, ես այդ լուրերից ես չեմ լռում, որտեղ այնտեղ իմ երկիրն է, այնտեղ իմ աղբերներն են զոհվել, այնտեղ մեր հողն են տվել, ես չեմ կարող որպես հայ իմ տեսակը լռի, ես չեմ վախենում, ես բարձրաձայնում եմ, բայց այդտեղ կա մի հատ բայց, ինչից սկսվավ մեր ուղիղ եթերները։ Մեր ուղիղ եթերները սկսվել է առաջուց 7 տարի առաջ Սերոբի հետ Աստծո խոսք ենք մենք խոսում եւ դրա հետ մեկտեղ Սերոբը բացատրում էր շատ ճիշտ որպես երկար տարիների զինվորական կռված 30 տարի անցած Ռոստամի եւ մնացած աղբերների հետ ճանապարհ նա փորձում էր հավատքը եւ այդ վիճակը բացատրելու մեր հայրենակիցներին ու դա ստացվում էր մարդիկ ընդունում էին, մարդիկ հասկանում էին, հա։ Հետո երբ որ այդ կռիվը եղավ 44 օրվա, ես ուղղակի ինչի համար եմ ասում, որ ես ինչի եմ այս պահին, ոչ թե այս պահին արդեն քանի տարի է ջղայնացած եւ չեմ ընդունում, դա իմ հետ է եղել, դրա համար ես ավելի այսօր բարգացած եմ այդ ամեն ինչի եւ դրա պատասխանը իրանք պետք է տան։ Երբ որ պատերազմը սկսվեց, ես իմ անձնական ես ունեմ բոլոր թղթերը, ոչ թե որ ես մեր հայրենակիցների հետ, այո, մենք հայրենակիցների հետ գումարել ենք, հավաքի ուղարկել ենք, բայց երբ որ ես պալատկեքը եւ մատրասները ուղարկեցի մեր հայրենակիցներին ու ինքը կորավ 50,000 եվրոյի, եւ այդտեղից սկսվավ մեր եւ պետության իմ եւ պետության հետ խնդիրը։ Այո, ես եղել եմ Հայաստանում, ես եղել եմ ԱԱՑ-ում, ինձ հրավիրել են այնտեղ, ես ինչպես հիմա ձեր հետ sense կուլտուրական խոսում եմ, հավատացնում եմ, ես այնտեղ կուլտուրական չեմ խոսել, իմ հետ եղել է Ֆրանսիայից մեր հայրենակիցը Ալեքսանը, շատ լավ անձնավորություն, որը նա դա կհաստատի, եւ ես իմ կարծիքը եւ խոսքս ԱԱՑ-ում եմ ասել շատ կոպիտ ձևով եւ ես ինքս նայելով ժամացույցին, ասեմ դուք ունեք 45 րոպե ժամանակ, նրանք շատ կուլտուրական, շատ ակուրատնի ուզում էին ինձանից լսեին, արդյոք այդ ապրանքները ես եմ ուղարկել եւ այդ ապրանքը կորել է։ Ես չեմ կարող ներել մի բան, երբ որ ինձ փորձում են խաբել։ Ես չեմ կարող հարմարվել մի բանի հետ, երբ որ իմ դիմացինը փորձում է ինձ ուղղակի ինձանից գողանա։ Եթե ես նորից եմ ասում, իմ դիմացինին, երբ որ ինչ-որ օգնություն է պետք, կամ ինչ-որ մի բան ուզում է իմանա կամ ուզում է ինչ-որ մի բան վերցնի, ավելի լավ է դու կհարցնես եւ պատասխանը կամ կլինի այո կամ ոչ, կամ էլ ես այդ չեմ կարող անել եւ վերջ։ Բայց այս ձև քեզ խափի պետություն ու հետո էթան այդ նույն դեսպան Պապիկյանը էթար ինչ-ինչ մարդկանց դիմեր ոչ թե պետությանը, այլ մարդկանց դիմեր հեղինակություններին, որ դրա խնդիրը ես աբսոլյուտ չունեմ, հա, եւ փորձեր իմ տեսակին ստոպ տար, բայց հասկացան այդ հեղինակություններն էլ հասկացան, որ իմ արած գործը ճիշտ է եւ իմ պահանջը ճիշտ է, ես մինչեւ վերջ պահանջել եմ այդ ամեն ինչը եւ այստեղից սկսվավ այս կառավարության ու իմ խնդիրը։ Իսկ հավատքի համար կարճ ասեմ, թե որ շատերն ասում են եւ բաստեղ ինչ կապ ունեն հովիվները, ճակերտավոր շատ հովիվներ, ես ճակերտավոր եմ ասում, ես դրա պատասխանը կարող եմ տամ, եւ եկեղեցի հայ առաքելական եւ քարիզմատիկ կամ ինչ-որ սեկտեր, հա, ինչ-որ կա։ Ես 22 տարի ուսումնասիրել եմ իմ ինքնությունը, ես ինքս 23-երորդ տարին ելնում, ես ապաշխարել եմ, ընդունելով Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ, ես չեմ ամանչում, դրա համար ես ասում ես զարմանում, որ հային ասում դու հավատացյալ ես, ասենք հիմա էլի աբսուրդ է, էլի, ասենք ոնց որ երկու եղբայր մեկը մյուսին հարցնեսի քո հերն է, ասենք նայես ասես հա, իմ վրոդի իմ հերն է, դա ուղղակի աբսուրդ է, բայց ոչինչ, չիմացությունը ամոթ չի, բայց որ չիմացությունով մահանում ես, դա արդեն ամոթ է, որ չիմանաս քո հերը ով է, թե աշխարհիկ, թե
երկնային իշքանով է ճիշտ, եթե դու ապրում ես մի տղամարդ լինի ձեր տունը, դու նրան կոչես ոչ թե հայրիկով, որ նա քո հայրն է, այլ գիտենք առանց անուն, կամ կասկածի տակ տնես քո ամեն սաղ կյանքդ, որ նա արդյոք քո հայրն է, թե հայրը չի, սա ուղղակի տարբերակն եմ բերում Աստծո երկնային եւ մեր նրա այն անձնավորությունը, որ մեզ ստեղծել է, ու այդ տարբերակը եւ պատկերացա դու հայր ունես տունը, բայց ամեն անգամ կասկածի տակ ես տնում, որ արդյոք սա իմ հայրն է, արդյոք իմ հայրն է, դες մահանաս։ Դրա համար իմ համար շատ կարեւոր էր Աստվածաշունչը ուսումնասիրել, տարբեր ռելիգիաները ուսումնասիրել, որտեղ ինձ համոզելը շատ դժվար էր, որ ինչ որ մի հատ գրքով ես պետքա ծնկի գայի, որտեղ իմ Աստվածաշունչը ես իմ սաղ կյանքը չեմ կարդացել ու իմ համար եկեղեցի այդ շինությունը հետ քայլել, պատերը պաչել, մոմ վառել, մատաղ անել, դա եղել է մի հատ տրադիցիա, որը որ աբսոլյուտ գործ կապ չեր ուներ այս իրական Աստվածաշնչի եւ Աստծո խոսքի հետ։ Հիմի ուսումնասիրելով այդ շինությունների մեջ, հայ առաքելականի մեջ, ես շատ խոր ուսումնասիրեցի, ես ունեցա հովիվների շատերի հետ հանդիպումներ, խոսել ենք մենք տարբեր թեմաներով, ես եկել եմ մի եզրակացությամբ, որ շատերը դա Աստծո հետ կապ չունեն, դա ուղղակի շատ աշխույժ մարդիկ են, որը եղել են իրենց անցյալում աշխարհիկ, այո, բոլորս ենք, երբ որ դու տիրոջը ծնկի չես գալի, դու աշխարհիկ ես կոչվում, դες բացատրեմ, ուղղակի նրանք օգտագործում են այդ իրենց աշխարհիկ շստությունը բեմերի վրա եւ փորձում են մարդկանց Աստծո անունի տակ փող աշխատել։ Ես իմ ասածները հիմնավորել եմ, ես իմ ասածները շատ անգամ եմ պատասխան տվել, որ դա ճիշտ է։ Այսօր շատ ծառայողներ գնացել են ուղղակի, որտեղ հասկացել են, որ դա ճիշտ ուսմունք չի, որտեղ գումարը Աստծո հետ աբսոլյուտ կապ չունի, օրհնությունը լրիվ ուրիշ տեղ են գնում, ուրիշ տեղում է օրհնությունը, դա գտնի հիվանդություն, դա գտնի ֆինանսական, ես հեսա կխոսեմ ու կգանք նորից Սերոբ Գասպարյանին, թե այդ անձին ես ինչի համար եմ հարգում եւ իր կողքը կանգնելով ասում եմ թե հոգեվոր իր տեսակը, թե իր զինվորական տեսակը, իր հայրենիքի հանդեպ սերը, այդ եթե ես ժամանակ ունենայի եւ եթե ինձ ասեն գիրք գրի, ես կգրեի օրինակ Սերոփի տեսակի համար։ Ես դες հավատացնում եմ, որովհետեւ այն տեսակին, որ ես ճանաչել եմ եւ իր այդ տարիներ քայլում եմ, նա ամեն անգամ ինձ ապշեցրել է իր հավատքի ու տեսակի համար։ Շատ մարդիկ մեր եթերներում ինձանից էլ, գիտեք, մենք մի խայսատ ունենք, որ մենք հիշում ենք անցյալը, այո, մենք բոլորս էլ անցյալում ունենք մեղքեր, դաժե հիմա ունենք մեղքեր գործած եւ գործում ենք, բայց դրա համար կա բարեխոսը։ Իսկ Սերոբ Գասպարյանի տեսակը, որ նա Աստծո խոսքը, երբ որ ես Սերոփին ճանաչում եմ ի ծնե, երբ որ ես ծնվել եմ, հետո եղել է 30 տարի առաջ պատերազմը, ասում էին հովազներն են, ես հիշում եմ իրանց Վիլիսը, երբ որ արագ եկան մեր յուղի մեջով անցան շուռ եկավ, ես երեխա տղա էի, վազեցինք, օգնեցինք, ասում ենք հովազներն են, ես հիշում եմ իրանց Ռոստամի տեսակը, հետո արդեն տարիներ հետո ես ծանոթացա Ռոստամին, մի քանի անգամ հանդիպելով Հայաստան, դա արդեն շատ երկար 15, 16, 17 տարի առաջ էր, որ արդեն մենք ունենք ընկերական կապեր, ծանոթանալով մարդուն, անձին, բայց այդ վաղ ես չգիտեմ, որ Սերոփը ապաշխարած հավատացյալ է, ոչ էլ Սերոփը գիտեր, որ ես ապաշխարած, որտեղ մենք չենք ունեցել այդքան կոնտակտ հավատքից խոսալու, ուղղակի հանդիպել ենք, շատ կարճ sense ինչ-որ քննարկումներ եղել եւ ես գնացել եմ էլի հետ եմ վերադարձել Եվրոպա։ Ու երբ որ ինձ ասեցին, որ գև գիտես, որ Սերոփը հավատացյալ է, ես մի պահ չհավատացի ու ինձ շատ հետաքրքրեց, որտեվ իր անցյալը, իր տեսակը ես լավ գիտեմ, ինձ հետաքրքիր էր Սերոփի հետ հանդիպելը ոչ թե արդեն Ջանֆիդեցի Սերոփ Սև Հովազի կամ Ռոստամի եղբայր, այլ հանդիպել հավատացյալ Սերոփին ու խոսալ իր մասի, խոսանք մենք իրար հետ, թե ոնց եղավ իմ կյանքը փոխվավ Եվրոպայում այդ ամեն կեղտերի մեջ ու ոնց է ինքը ճանաչել Հիսուսին, որտեղ ես շատ գիտեք, այն վաղ երբ որ ֆիդային էինք տենում, նրանք մեր հերոսներն էին, մենք նրանցով ուրախ էինք, նրանցով հպարտանում էինք,
ես չէի կարայի պատկերացնել, որ կարող է մարդ գնա պատերազմ, հա, այդ ձև ու ունենա հավատք։ Դրա համար իմ հետաքրքրությունը շատ էր, ոնց կարող ես համ հավատք ունենաս, համ լինել պատերազմի դաշտում, իմ համար շատ հետաքրքիր ու մենք հանդիպեցինք Ավստրիայում, շատ հետաքրքիր ես ուղղակի ուզում եմ իմ աղբորից խոսալ, իմ սերոբ աղբորից խոսալ, որտեվ վաղը իրա դադն է լինելու եւ ուղղակի ուզում եմ ես իմ այն ինչ ձև որ ես Սերոբին ճանաչել եմ, դրա մասին կիսվեմ բոլորիդ հետ, հասկանանք թե Սերոբ Գասպարյանի տեսակը եւ Սերոբն ով էր, հա։ Այդտենց մենք հանդիպեցինք, ես հիշում եմ մեր զալի մեջ խոսում ենք Աստծո խոսքը, ես կրակոտ, ինքը կրակոտ լում ենք Եզեկելի պես էթում ենք այս ծերից այն ծերը խոսում ենք, քննարկում ենք, սան սով կար մեր երկուսի մեջ, որ Սերոբը պատմել իրա տեսիլքների մասին, ես պատմում իմ անցյալի ու այս նոր հավատքից եկած ձևը թե Աստված ինձ ոնց, ու դենց մենք սկսեցինք մտերմանալ ոչ թե աշխարհիկ Սերոբը կամ Գևը, այլ մենք մտերմացանք որպես հոգևոր աղբեր ես իրան ընդունեցի, հասկացա, հետո եկավ մի պահ իմ մոտ, որ երբ որ ես այդքան երկար տարիներ ուսումնասիրում էի այդ ձեր ասած ճագերտավոր եկեղեցիները, եկել էր մի պահ, որ իմ մոտ սենց ոչ թե հոգևոր ծառավ կար իմ մեջ, որը էլ աճելու տեղ չկար, որը արդեն դադարքություն էր տանում։ Ես հիշում եմ իմ բակում նստած էի Ավստրիայում, զանգեցի Սերոբին, ասի աղբեր, ասի չեմ կարող հասկանամ մի բան, որ ինչի պետք է ես Ադամի արած մեղքի համար այսօր պատասխան տամ, ու հենց այդ օրը դարձավ իմ համար նոր վերածնունդ, որ Սերոբի պատասխանը դու որդի ես, ոչ թե Ադամի, այլ Աստծո։ Հենց այդ ժամանակ ես հասկացա Աստվածաշնչի այդքան տարիներ ուսումնասիրելուց, այդքան տարբեր երկրներ գնալուց, ես շատ խորացած իմ շատ կարևոր էր արդյոք այս շինությունները իրանք նույն գաղափարն են, այս արդյոք իսլամը, երբ որ այդքան առավոտից իրիկուն չոքած աղոթում է, ինդուիզմի մասին չեմ ուզում խոսամ, որ իրոք չեմ ուզում խոսամ, այնտեղ կային Եհովայի վկաներ, մորմոններ, բոլորին ես ուղղակի ուսումնասիրելով 72 երկիր լինելով, ամեն երկիր, որ ես գնացել եմ, իմ համար շատ հետաքրքիր, շատ նայենք ինտերնետով, որտեղ կա դժշինություն, որ ես գնամ եւ այնտեղ լինեմ, հարց, պատասխան, բայց գալու եմ մի եզրակացության, որ վերջում այդ շինությունների մեջ ես չէի տենում հոգին, այ ես տենում էի գումարը, ես տենում էի մարդկանց, որ այնտեղ երկու տեսակի մարդ կար, այստեղ իշխանական այդ թևներ, որ իրանք կանգնած բեմերին իշխում էին, իսկ մնացած ուղղակի հավատքով ծնկի եկած կամ թևերը բարձրացած աղոթում էին, ու դենց ես հետո երկրորդ անգամ երբ որ Սերոբը եկավ Ավստրիա, ես ուզում եմ մի բան բարձրաձայնել, որ Սերոբը արդեն շատ երկար տարիներ նա իմ խորհրդատուն է բիզնեսների օրինական, որին ես ինչի համար ես խնդրեցի իրան, որ դառնա դա, որովհետև այն խորհուրդներն ու այն հանգստությունը, այն ապրած իր կյանքը եւ պլյուս հոգևոր դաշտը այդ խորությունը, որ Սերոբն ուներ, ես առաջարկեցի Սերոբ Գասպարյանին աղբորս, որ ինքը դառնա իմ խորհրդատուն ու մինչև հիմա նա օրինական գրանցված խորհրդատուն է, որը ես իր կարիքը շատ ունեմ, որ այսքանի ժամանակ, որ ես հանդիպումներ ունեմ, ես անում եմ իմ հանդիպումները մենակ ու շատ ցավ եմ ապրում, որ այսօր իմ աղբերը իմ կողքին չի, որտեղ նրա հոգևոր իմաստությունը օգնում է ինձ շատ անգամ ճիշտ որոշումների գալ։ Հետո երբ որ իմ օֆիսում ենք, ստեղ մենք գնում ենք մի մեքենայով քաղաքում, ես մի գրառում եմ արել, որ Սերոբ աղբեր մարգարեությունը կատարվեց, շատերը շատ բան չգիտեն, թե ինչեր է կատարվել, եւ սենց քշում ենք քաղաքի կողմ, երևի ռեստորան ենք գնում, թե կաֆե, aš չեմ հիշում, եւ Սերոբը սենց նայեց ինձ, սենց արևը խփում էր մեր աշկին, ասի Սերոբ աղբեր, այս բանը բացենք, թող աշկերներից չխփի, սենց թեքվավ ինձի սենց նայեց, տխուր, ասեց Գև, պատրաստ ես քերթվելու, սենց մեր այս հոկտեմբերանի դիալեկտով,
ես մի պահ չհասկացա, ասես նայեցի Սերոպին, ասի ախպերս ոչ աշխարհիկում են մեզի կարացե քերթեն, ոչ էլ հիմա ես չհասկացա ճիշտ ասած այդ պահին այդ հոգևոր իմաստը, ասեց ախպերս ասեց ես չեմ ասում ուժի հարցով, այ հոգևոր հարցով, ասի առակտուրա տանում, ասեց գալու է պահը, որ մենք նստելու ենք բերդում, գալու է պահը, որ մեզ հալածելու են ինձ ու քեզ, գալու է պահը, որ մենք հրապարակում Հիսուս ենք քարոզում, երբ որ հիշում եք ցույցերի ժամանակ, ես եկա Հայաստան, ես այն շատ հավատացյալներ, որ ասում են Գև ախպեր, եթե դու գաս, Սերոպ ախպերը գա հրապարակ, մենք ձեր կողքը կանգնած ենք, ես կոչ արեցի, եւ այդ վիդեոն կա, երբ որ Սերոպը միկրոֆոնը վերցրած, ոչ թե նա հավաքի վաղտ խոսում էր նա ոչ թե իշխանությունից, նա քարոզեց Քրիստոսը, հետո նայեցի ես իրան, հասկացա, որ կատարվեց այդ խոսքը, որտեվ դա եղել է 5 տարի առաջվա խոսակցություն եւ ես կանգնած եմ իր հետևը եւ նախ Քրիստոս է քարոզում հենց այդ օպերայի դեմը։ Ես շատ այդ պահը շատ իմ համար շատ հետաքրքիր պահ էր, որ ես զգացի Տիրոջ խոսքը կատարվավ։ Երկրորդը, որ ասում եմ մենք պետքա բերդ նստենք, հետո մենք պետքա հալածվենք, որ հավատացյալները շատ մեզի չեն հասկանալու, թե մեր ուզածը ինչ էր, դրա համար մենք կհալածվենք, այո, այսօր մենք այդ ամեն ինչը ունեցանք, համ ունեցանք հրապարակում Աստծո խոսքը բարձր միկրոֆոնով, համ հիմա Սերոպ ախպերս այս պահին անազատության մեջ է, համ էլ այսօր շատ հովիվներ փորձում են ինչ դռներ թակելով լռեցնել այն խոսքը, որը որ ճշմարտություն է, բայց Աստված չի թվում ճշմարտության համար թույլ կտա, իսկ ես միշտ ասեմ, եթե պիտի Հիսուսի անունի կամ ճշմարտության համար մենք հալածվենք, փառքը Տիրոջն է, ինքն է թույլ տվողը։ Ոչ մեկ չի կարա իր գլխից ինչ որ մի մաս կարողանա պակասացնի կամ սպիտակացնի կամ սևացնի, եթե Աստված թույլ չտա։ Երբ որ Սերոպին ես ասում եի, որ քո խոսքերը կատարվել են, ես մի բան հասկացա, որ այո, Աստված թույլ է տվել, որ այս պահին Սերոպ ախպերը գտնվի այնտեղ, որտեղ նա այդ խոսքը խոսել էր ու դա կատարվավ։ Իմ համար դա մարգարեություն է, չնայած Սերոպը ուղիղ եթերներում տարիներ առաջ շատ մարգարեություններ ունեցել, որ մարդիկ դրա մասին խոսում են, պատմում են, բայց ես ուզում եմ իմ կոչ, իմ հայրենակիցներին, իմ քուրերին, ախպերներին, այն մարդիկ, որ 4000-ից ավել մարդ ապաշխարել եք, հազարավոր մարդիկ, եթե ոչ 100,000-ավոր այդ խոսքը մեր որ մենք խոսել ենք Facebook-ով, լսել եք, իմ խնդրանքն է, որ այսօր աղոթենք մեր աղբոր համար, մեր Սերոպ աղբոր համար, նրա հոգու զորության համար, շատ կարևոր է դա, հոգևոր մեր հոգևորն ավելի կարևոր է, քան մարմինը, չնայած մարմինն էլ է կարևոր, բայց այսօր մեր հոգու զորություն, երբ որ դու հոգով զորավոր ես, մարմինը ինքս ինքան զորավոր է դառնում, ու իմ խնդրանքն է, որ մեր աղբերները, որ ես հիշում եմ, ես ունեցել եմ հանդիպումներ, զրույցներ, նույնը Սերոպ աղբերը, հազարավոր մարդիկ, որ միշտ ասում են մենք նվիրյալ ենք, մենք կանգնած ենք Հովազի կողքին, ես ուզում եմ մի բան խնդրել մեր աղբերներին, ճիշտ է, ես խնդրանքով եմ ասում, որտեվ ես միշտ հարգում եմ իմ դիմացինին, բայց Սերոպի պես անձը տվել է իր ամենաթանկին, իր աղբոր տղուն ու մնացած մեր հայրենակիցներին ու հենց ինքը եղել է այդ ամեն պատերազմի են սուր տեղերում, հա, մենք չենք կարա ուղղակի փորձենք, դե լավ, դե հիմա ինչ եղել է անցյալին թողանք, միշտ մի բան հիշեք, երբ որ այն ինչ որ կատարվում է անշնորհակալ ձևով մարդը պատասխան է տալում, դա բումերանգի օրենքն է, որ հետա գալի վերջում կոմոդ, ես չեմ ցանկանա դա լինի շարունակվի, թող դա վերջի պատերազմը լինի, այդ թող լինի արդեն հաղթանակների, բայց հաղթանակը ես տենում եմ երկու բանի մեջ, առաջինը հոգևոր դաշտում, եթե դու հոգևոր դաշտում հաղթած չես եւ հաղթանակացի հոգի չունես, դու չես կարող պատերազմել։ Դրա համար շատ հովիվների, որ ես ասում եմ, տղեկ, ինչ եք սովորացնում ձեր այդ օֆիսներում, ինչ եք
Ինչ ուսում եք տալի մեր այդ եղբայրներին եւ քույրերին, ինչից եք խոսում։ Հասկանում եք, հերոսները նստած են, հզոր տղեկը չկան, 5000 հոգի, 3 գեներացիա մենք կորցրել ենք։ Ու այսօր նորից լռում է ազգը։ Ինչի համար եք լռում։ Այդքան սովորել ենք արդեն մորթվելու, այդքան սովոր ենք արդեն երեխա տալու, որ $20,000, ես էլ եմ ասում, ես չեմ կպնում ոչ մեկ մի քանի 100,000 դրամ էլ տալիս են ինչ-որ թոշակ, հա, գիտեք, էսի միտումնավոր են արել։ Սա մի հատ խայծ էր, որ փորձեցին եւ աշխատել է այդ խայծը։ Արցախը երբ որ տվեցին, նրանք պատկերացնում են հեսամյա սունամի է կատարվելու։ Սփյուռքը եւ Հայաստանի ժողովուրդը ուղակի մասնատելու է Նիկոլ Փաշովլուն, բայց արյուտես, որ նա ընտրվավ երկրորդ անգամ։ Ոնց կարա պարտված գեներալը երկրորդ անգամ ընտրվի։ Դա նույնն է, ես լինելով երկար տարիների սպորտսմեն, ռինգում կպնելուց ինձ նոկաուտ անեն, հենց այդ ժամանակ ուղղակի սառը ջուրը կամ նաշադինը դնեն քթից զարթնեմ ու ասես էլի կռվի, ես իհարկե չեմ կարա կռվեմ, որտեվ ես արդեն նոկաուտ եղած եմ, ես վիճակ չունեմ, ես չունեմ այդ մտածելակերպը, եթե ես կռվել եմ հենց այդ պահի, ինձ ուղղակի ամենաշուտը պիտի այդ ռինգից դուրս հանեն, իսկ եթե շատ վիճակս վատ է, բժշկի տանեն կամ եթե բան, պիտի ուրեմն всё, այդ մարդուն պիտի տանեն ռինգից։ Ու մենք ինչ արեցինք, ճիշտ է, ազգը ինչ արեց այդ նոկաուտ եղած, որ խափեց բոլորին, դու ձեզ խափել է, մեզ խափել, ինձ էլ է խափել, որ ասեց Արցախը Հայաստանա եւ վերջ։ Ու մեկը չասեց, համի որ էլի ուղղակի չեմ ուզում, այսօր ես հայհոյեմ, բայց վաղը կարող է հայհոյեմ, չգիտեմ։ Հնարավոր է։ Մեկը չասեց Արցախը Հայաստանա եւ վերջ, այդ Հայաստանը Ադրբեջանն է, որ տվինք Ադրբեջանին։ Ոչ մեկ չասեց։ Եվ նույնը կանգնեց ասեց, այո, ես գերագույն հրամանատարն եմ, բայց պատասխանատուն չեմ, ցենք абսուրդ, ցենք լավ, ինքը մարդկանց դնում է դեբիլի տեղ, ինքը դեբիլ չի, սիրելի հայրենակիցներ, ինքը շատ թանկ մարիոնետ է, որ ես ասել եմ, իրա դրած մարդիկ իրան ուղարկելու են այն աշխարհ։ Ես էդի ասել եմ, ես իմ խոսքը, էդ իմ կարծիքն է, այն մարդը, ով որ Նիկոլին բերել է, դրել է մարիոնետի պես խաղացնում է, ինձ թվում է դրանց մեջի օգտվողը, եթե հասցնի էդի Աննան է, եթե հասցնի Աննան է, ինձ չի թվում Նիկոլին իրան կներեն, որտեղ Նիկոլը շատ բան գիտի, իսկ ով որ շատ բան գիտի, նա ինձ թվում է մեր Հայաստանում մի քանի դեպք եղել է, ես չեմ ասում, որ ով իմացել այն վերքշկիկից, դրանք արդեն չկան, всё գնացել են այն աշխարհ։ Սա մեկնաբանում եմ, այն ինչ որ ես լսել եմ ութից կախված կամ մեդիաներից, մենք էդի բոլորս է գիտենք, լսել ենք, ով շատ բան է իմացել կուխնյայից, կամ վտարվել է, կամ սպանվել է, կամ էլ չգիտեմ, քնում են, ասում են սրտի ինֆարկտ է ստացել։ Հիմա ես ես նայում եմ մեր ազգին, լավ, ինչքան կարելի է մեր ճիշտի համար մեզի նստեցնեն։ 10 միլիոնից ավել հայրենակիցներ դուսը, 3 միլիոն ներսը, բոլորը մասնատված, թե հոգևոր դաշնա մասնատված, նայեք ասում եմ, հոգևոր դաշնա մասնատված, թե քաղաքական դաշտը, տան մեջ 4 հոգի են, 4-ն էլ տարբեր քաղաքականության դիրքեր ունեն, մեկը Սերժական, մեկը Լևոնական, մեկը Քոչարյանական, մեկը Փաշուղլիական, էսի абսուրդ է, եթե սա Բաբելոն չի, բա ինչ է, ես խոսում եմ Բաբելոնի մասին, տնից 4 հոգի, նայեք, 4 տարբեր կուսակցություն, Հիմի գնանք հոգևոր դաշտը, տնից 4 հոգի, 4-ն էլ տարբեր կոչված եկեղեցիներ, ես ինչական եմ գնում, ես Եհովայի վկան եմ, ես ունեի մի հատ շատ ծանոթ մարդ, քուր ու աղբեր թշնամի էին, հորական տուն էին ստացել, մեկը երկրորդ հայրը, մեկը առաջարկ, ասենց հիշում եմ մտնշա, ու այդ քուր ու աղբերարի ատում էին, մեկը դարել էր Եհովայի վկա, մեկը դարել էր քարիզմատիկների այս ինչ-որ մեկի ճյուղը, իսկ վերջում իրանց աղջիկը դառա 50-ական, սա եթե Բաբելոն չի, բա ինչ է, ոնց կարելի է Քրիստոս մասնատել, դրա համար ես ասեցի, մենք հեսա շուտով այս դադերը կպրծնի, մենք շուտով սկսել ենք շատ առողջ մարդկանց հետ ելույթներ ունենանք, ինչն է իմ ուզելը, որ ես ուզում եմ, որ այն ինչ որ ես եմ իմացել,
Ոչ թե որ անհատական իմացողներին բռնեն կամ նստեցնեն կոդրեն։ Այս եթերները մենք օգտագործենք երկու բանի համար։ Առաջին հիմար կարևորն է իմ եթերների մեջ լինի Աստծո խոսքը, որտեղ առանց հոգևոր դաշտի հայը չի կարա գոյատևի, չի կարա։ Ես ասել եմ իմ խոսքը մնալու է ու կմնա այդ խոսքը, հայը անկառավարելի մի ազգ է, նրան կարող է միայն հոգևոր հոգին կառավարի, որտեղ նրա պորտալարը Աստծո հետ է։ Այս Աստվածաշունչը, որ ստեղծվել է եւ տվել է քեզ շնորհքի երկիր, դուք հասկանում եք այդ ինչա։ Դու միայն կառավարվելու ես շնորհքով։ Դու չես կարող աշխարհով կառավարվես։ Հենց որ հայ ազգը փոխվեց գնաց աշխարհի կողմ, նա կորցնել է իր որդիները։ Հեսա ես կաբացուցեմ, որ դենց եղել է։ Նայեք, այս գիրքը, երբ որ ես ասեցի շուտով գրքի հեղինակի հետ ես խոսենք եւ նա կբացատրի, այստեղ 200, եթե չեմ սխալվում, 240,000 կիլոմետր 100 տարվա մեջ Հայաստանն է մեր եղել, հա, այս տարածքն է, այս մեր ռեգիոնը, 240 մասնագետները ավելի շատ ճիշտ կբացատրեն շուտով, հեսա որ մենք եթերներ ունենանք։ Հիմա ես հարց եմ տալի, եթե դուք շնորհքի երկիր եք, այստեղ է գալի, որ հովիվները նեղացել են, ոչ թե նեղացել է, որ գևը ճշմարտությունը չի խոսում, շատ հովիվներ եղբայրներ, դուք ինչ ճանաչում եք, գիտեք ինչ եք նեղացել, որտեվ ես կպնում եմ ձեր սուտ գումարներին, որտեվ դա ձեր ապրելակերպն է, քավ լցի, ես չեմ, եթե դու լինեիր բիզնեսմեն կամ ինչ-որ աշխատող, կամ ինչ-որ զատրուտ գնաս եւ մեշոկը կամ չգիտեմ մի բան, ես ով եմ որ մտնեմ քո անձնական կյանքը, բայց եթե դու վերցնում ես այս Աստվածաշունչը, որ ձրի է տրվել, Հիսուսը մի հատ այսպես մեշոք էին գցել, տապուշկեքով վերջում էլ հանին, ճղեցիցս փաթեցին վրան, ձրի է տվել, խոսքը ձրի է։ Ինչ գիտեք, ես հիմա այս ժամին ինչ ունեմ անելու, բայց ես նստած խոսում եմ Տիրոջս փառքից։ Ես մի բան սովորել եմ, ես կխոսեմ, ինչ որ մի բախտ կգա հոգևոր աղբերների դեպ որ մենք ունենք հոգևոր եթերներ, ես միշտ ու սիրում եմ վկայություն տալ։ Երբ որ դու մտնում ես Աստծո դաշտը, Աստված մտնում է քո դաշտը։ Դուք փոխվում եք տեղերով։ Աստվածաշունչն ասում է դաշտը մեծ է, աշխատողը քիչ է։ Այս է մեր խնդիրը, մենք ուզում ենք համ մեր դաշտում լինենք, համ Աստծո չի կարա։ Դու չես կարա որպես այն օրինակը, որ բերեցի Պողոս Առաքյալը գրքի մեջ գրում, կինը չի կարա երկու տղամարդն, եթե դու ունենաս դու կոչվում ես պոռնիկ, դա նկատի ունի, որ մարդը երկու դաշտի մեջ է։ Երբ որ ես ընդունեցի Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ, ինձ իմ հարազատները, իմ պապաս, որ հիմա չկա, գնացածն քո տղեն, այն որ փողեր էր աշխատում կեղտոտ, ինքը գժվել է, ինքը Հիսուս է պաշտում։ Երբ որ ես եկա Հայաստան իմ պապայի հետ հանդիպելու, այդ ասողները գիտեք ով էին պապային, իմ անցյալի հարազատ մարդ եւ ընկերները, որ նարկոման էին, նրանց երակներին էլ տեղ չկար սրսկվելու, արդեն վզից էին սրսկվում կամ ոտերից էին սրսկվում։ Ես որ եկա իմ պապան տեսավ ինձ ասաց տղա ջան, ճիշտ են ասում, ասի շատ ճիշտ են ասում, հեր ջան։ Այն Քրիստոսը, որ ես ընդունել եմ, նա իմ վենեքը, չկա ոչ մի ծակ, իմ քթերում չկա քաշած ոչ մի փոշի։ Այ եթե ես այդ Քրիստոսին չընդունեի ու հավատացնում եմ այդ ով որ եկե գնացել են, իմ պապային այդ խոսքերն ասել են, 90%-ը չկան, իրանք մահացել են ջայել, իրանց ընտանիքները թողելով։ Իսկ մեկ անձնավորություն կա, որ չեմ ուզում այդ պիղծ անձնավորության անունը տալ, որ ինձ շատ հարազատ մարդ է, ինքը պիղծ է։ Ինքը այսօր իր ապրելը ու չապրել, ես ուղղակի չեմ ուզում իրան դատեմ, բայց ինքը պիղծ է, մնաց նարկոման, մնաց ուղղակի ոչ տղամարդ, ոչ մարդ իր ընտանիքի համար, մի կոնչնի, որ իր քարի վրան կգրվի մինչև վերջ, ես ասում եմ, Աստված իրան ողորմա, բայց որպես կոնչնի ինքը մնաց իր անուն, իր ընտանիքը քանդվելով ուղղակի։ Իսկ ես այդ ամեն ինչի մեջից ընտրեցի Հիսուս Քրիստոսի ճանապարհը ու ես իմ թևերը երբ որ դրեցի իմ հայրիկի դեմ, ասի նայ իրանք բոլորը չկան էլ։ Իսկ Հիսուս իմ կյանքը մաքրեց։ Ես չեմ ամաչում Տիրոջ անունը տալու, ես չեմ ամաչում Աստծո վկայությունները տալու։ Եթե ես ծնվել եմ հայ քրիստոնյա, եթե ինձ տրվել է շնորհքի երկիր հասկացողությունը, լռելը դա առնվազն ես չգիտեմ, անշնորհակալություն է,
իմ ու Աստծո առաջ։ Ես ոնց կարամ այն ստեղծողը, որ քեզ երբ որ քո ֆիրմայում դիրեկտորը մի բան քեզ տալիս, ասում է, «Էսի արա», ինքը լավ է զգում, չէ, դու քեզ լավ ես զգում, գալի ասում է, «Ինչ լավ ես գործը տարել»։ Հանում է դրա համար քեզ պրեմիա տալի։ Ինչ մնաց Աստված, որ երկինքն ու երկիրն է ստեղծել, տալով քեզ շնորհքի երկիր, ու դու ուղղակի Աստծո խոսքը ուղղակի աչքի տակով նայես, դա ասես դե մեռնեմ զորությանը, դու քո գործին ես, տենամ ինչ եմ անում, դա ուղղակի տանում է այս դժբախտությանը։ Ինչ եմ ուզում ասեմ, որ եթե դուք այտենց ուժեղ հավատքի մեջ եք, եթե այդքան շինությունները, եթե այդքան ձեր մարգարեությունները, լեզուներով խոսալը, չգիտեմ, հիվանդություններ բուժելը, ֆինանսից խոսել, եթե դուք այդքան աճել եք, արդեն ձեր գլուխը հասել է ամպերից էնկոմ, դարել եք արդեն Աստծուն հավասար, բա հարց եմ տալի, սիրելի իմ հայրենակից, որ հազարավոր մարդ նայելու են այս խոսքերը, այս սահմանները ինչի վերցվեց։ Գիտեք այս սահմանները երբ է վերցնում, արեք գնանք Ծննդոց գիրքը, երբ որ Իսրայելը մեղք էր գործում։ Ինչի համար Իսրայելը 40 տարի եվրեները մանանակ երան։ Ինչի համար Աստված ինչա ուտելիք չուներ տալու, իհարկե կար, որտեղ նրանք Աստծո առաջ մեղք էին գործում։ Ինչի համար Մովսեսը չմտավ Քանանի խոստացած երկիրը։ Ինչի համար։ Որտեղ Մովսեսը, երբ որ էսի շատ դիսկուսիոն թեմա է, ես գիտեմ, որ շատ հավատացյալներ հիմի ինձ գրելու են եւ սա չի մեկնաբանում, ես sense եմ մեկնաբան, երբ որ Մովսեսը գրված է ուղղակի, գրով ասեմ, ես ուրիշ տարբերակ չեմ տենում, որ հիմա էլ շատերը ասում են Մովսեսի մարմինը վերցվեց, թե մահացավ ուղղակի չգտա, էդի ուրիշ թեմա, մենք ինչ-որ մի օր կանդրադառնանք։ Մովսեսը, երբ որ գավազանը խփեց ժարի եւ ջուր եկավ, ասեց, «Էս եք ուզում, ջուր եք ուզում, ջուր տվեցի», նա չասեց տվեց, ասեց տվեցի, եւ նա չմտավ խոստացված երկիրը։ Սա էր առակը Մովսեսի, որ ինքը չմտավ։ Այդքան ծովերի միջով անցած մարդ, Եգիպտոսից փրկված մարդը, ինքը իր անձը առաջնորդեց, ինքը իր անձը բարձրացրեց, ոչ թե Տիրոջ անունը։ Դրա համար այսօր ես հարց եմ տալի, ոնց կարող է քրիստոնյա երկիրը ծնված քրիստոնյա, ոչ թե վարդապետություն բերած, ծնված, դու ծնվել ես, դու քրիստոնյա ես, հա, քո աչքերը բացելով դու արդեն քրիստոնյա ես դառել ու այսօր մասնատվես 250 ճյուղերի, ես չեմ կարող հասկանամ, սիրելի իմ հայրենակից, չեմ կարող։ Ու նույնը հարց եմ տալի քաղաքական գործիչներ, որ դուք աթոռի կռիվ եք անում, հիմա տեսեք ընտրությունները, սրան բռնենք, նրան փագենք, նրան տանենք, ախպերես 10-ով կենանենք, այս ընտրություն անենք, եթե դուք այդքան ուժեղ եք, ուր այս սահմանները։ Տենում եք, որ երկուսներ չի աշխատել, ոչ այս սահմաննա ձեր խելացի քաղաքական գործիչները չի աշխատել, մնացել է 29,000 հեսա էլ կպրծնի։ Եվ Աստվածաշունչը, այս երկու գործողությունն եմ ես խոսում, ասում եմ, լսեք, չի աշխատում։ Չի աշխատում, որովհետև մենք հոգևոր դաշտից դուրս ենք եկել, որտեղ մենք ուզում ենք իշխաններ լինենք, երբ որ Ծննդոց գիրքը կարդում ես, այնտեղ երկու շատ կարևոր պատմություն կա, որ շատ հովիվներ ոնց որ վախենում են խոսել, ես միշտ հարց եմ տվել ու հիմա այդ նույն հարցը տալիս եմ։ Երբ որ Աստվածաշունչը կարդում ես, Աստված ասեց, Աստված ստեղծեց երկիրը միաժամանակ եւ երկինքը։ Երկիրը եւ երկինքը, երկինքն ու երկիրը։ Հիմի նայեք, բոլորը խոսում են երկրի քարոզիչներ են, շատ քիչ կան, ռետկի մարդիկ կան, որ երկնքի քարոզ են անում։ Հարց, եթե այն ժամանակ ստեղծվեց երկինքը, բա Աստված ուր էր։ Ես միշտ այդ հարցը տվել եմ շատ հովիվներիդ, որ այդ սեմինարներն անում եք։ Միաժամանակ ստեղծեց։ Միաժամանակ։ Առանցին ժամանակներում չի, ոչ էլ գրված է։ Եվ ինչ եղավ Ծննդոց գրքում։ Եվ Սատանան Արուսյակը, երբ որ նա Արուսյակ էր կոչվում, նա ուզեցավ աստվածների գրված ժողովքում ներկա լիներ, որը արգելվավ, ասեց, չի կարա, դու ոնց կարաս աստվածների գրված է։ Եվ նա որոշեց, որ իր աթոռը դնել Աստծո աթոռից բարձր։ Հիմա ուզում եմ ես իմ կարծիքը թարգմանեմ։ Ես ինչ ձև եմ դա տեսնում այսօրվա ժողովներին եւ ժողովուրդներին։
Հիմա բոլոր քաղաքական գործիչները ուզում են ժողովներին լինեն, որը չեն կարող։ Հիմա շատ հավատացյալներ, որ ես ասում եմ, այ հովիվներ, այդ սեմինարներն ու այդ օրերը, որ մտնում եք հիմի Ամերիկայեք հավաքվեք կամ գերմանական որտեղ ինչ-որ ասում եք, շիրլի ժողովուրդ արեք, այստեղ այսօր գտնի հրաշքներ, այսօր գտնի մարգարեություն, հովիվական էս դուք ուզում եք ձեր աթոռը դնեք բարձրացնեք Աստծուց ավելին եւ դուք արդեն ասում եք թե այսօր ինչ պետք է լինի, լուրջ եք ասում։ Ես այսօր չգիտեմ Աստված իմ հետ ինչ ունի, բայց ես գիտեմ, որ մի բան ունի։ Թող իր կամքը լինի, դաժե հայր մերի մեջ ասում է հայր մեր, քո կամքը լինի։ Իսկ դուք հովիվներ, շատերդ մտնում եք այս եթերը աղավաղում եք, մի հատ էլ սենց Ռուսաստանում մեկը կա, որ սենց սև շորը հագնում, սենց աշկերը խլբլարելով, ասում է անվճարա։ Մեկը չկա ասի աշխարհիկ ձևով դե խես խափում արա։ Թող աշխարհիկներն ասեն դե։ Անվճարա։ Բայց մտնում ես նես, այո, խոդը անվճար են սարքե, արդեն շուստրացել են։ Անվճար են սարքե, մտնում ես նես, ուղիղ 40 րոպե խոսում են ու այդ վեդրոն էսենց ֆռում է։ Բա որ անվճար ախեք ֆռսնում։ Բա սա ով ինչ կուզի թող տա։ Բայց ձեր եթերները, ինչ ուզում եք այդ փողերն արեք, մեգա չեք մարսելու։ Բայց այդ եթերները, որ դուք անում եք, դուք ասում եք արեք, այսօր բժշկություն ա լինելու։ Ես եկել եմ բախի չեղը։ Ես եկել եմ խիչի մարգարեացեմ։ Ես եկել եմ խիչ եմ հովիվացե։ Հարց եմ տալի, ես եկել եմ ձեր մոտը, դուք նստած եմ եղեն ամենավերջը, ես շատ եմ սիրում վերջ նստել, որտեղ վերջում ամենասոցիալական վատ վիճակում գտնվող մեր հայրենակիցներն են։ Ես եկի հանգիստ իրանց կողքը նստեմ, դաժե դուք չեք իմացել, որ ես ձեր մեջն եմ։ Բախի ես չմարգարեացա, խի դու իմ համար չմարգարե, բախ չէ որ դունձի ռեկլամ էր անում, որ ասում էր արեք, ես եկել էի։ Խի ես հովիվական, ես իմ ինչ կստանաս, բժշկն չի չեմ բժշկվել բա։ Ինչի։ Բայց այն առաջի, ոնց որ ասած այն առաջի երկրորդ լինիան բժշկվում է։ Այն առաջի երկրորդ լինիան օրդվում է ոնց։ Հարուստները, եթե ասում եմ սա տիտանիկ չի, բա ի՞նչ է։ Հարուստները ունեցան նավակներ, աղքատները խեղդվեցին, դաժե դռները փակեցին, որ պանիկա չլինի։ Հիմի պետք է դուք ինձ ասեք, եւ ես սխալ եմ խոսում։ Ես նորից եմ ասում, ով գիտի Աստծո գործերը, դաժե Քրիստոսին իր աշակերտները հարց տվեցին, վարդապետ, աշխարհի վերջը երբ է։ Հիսուսը պատասխանեց, դաժե ես չգիտեմ աշխարհի վերջի օրը, բայց եթե այս նշանները տեսնեք, ուրեմն մոտ է։ Իսկ այսօր դուք հովիվները նստում եք այս էկրանի դեմ ասում եք, արեք, կունենաք բժշկություն, դու խափում ես, ես եկել եմ չեմ ունեցել, այն մնացած աղբերներ ես խոսք եմ տալի, որ չասեք մենակ գևն է խոսում, ելնելու են աղբերներ և քույրեր իմ եթերում, ուղղակի ես ժամանակի խնդիր ունեմ, որ ես հերթով գալու եմ մեկ շաբաթ թե 10 օր հոգևոր ելույթներ են ունենալու, տարբեր երկրի մարդիկ ոչ ճանաչում եմ, իրանք եղել են ծառայողներ, հովիվական թիմում, չգիտեմ այն վերջի նստած թիմում, ես չեմ առանձնացնելու, հարց եմ տալու, որ ասում են ու դուք գնում եք, դուք բժշկվում եք, դրա համար ես սիրում եմ Սերոպ աղբորս, նա խոսում էր տարիներ հոգու փրկության համար, իսկ թե Աստված քեզ ոնց կբժշկի, մենք կարանք մենակ Տիրոջը խնդրենք քո համար, ուղղակի խնդրենք, բայց ես քեզ չեմ կարա ասեմ, որ դու կբժշկվես, բժշկություններ են լինելու, մարգարեություն են լինելու, բախի չեղավ մարգարեություն, ես քանի 100 այդ ձեր շինությունների մեջ եղել եմ, ինչի չեք մարգարեացի իմ համար, իմ կողի այդ վերջի այսպես նայում էի, հələ տենայի մեկը կկանգնի ոտքի, որ մարգարեանակ իր համար, ոչ, դուք մարգարեում եք մենակ առաջի երրորդ գիծը, որտեղ նստած են օլիգարխները, որտեղ նստած են բիզնեսմենները, կամ էլ ձեր են լաունժներում, որ վերևները թաքուն նստած են պատգամավորները։ Ես գիտեմ, որ շատ հովիվներ ինձի ատում եք։ Քրիստոսին էլ էին ատում, Քրիստոսն էլ խաչեցին։ Ես ով եմ, որ ինձի չատեք։ Բայց այն իմ աչքի տեսածը, որ ես տեսել եմ, լսել եմ, ապրել եմ։ Ես հիշում եք պատմեցի ձեզ անցած ուղի եթերում, երբ որ ես եկել այստեղ, մտա այդ քարիզմատիկ շինությունը, ուրեմն մի բան ասեմ, քանի հիշում եմ, երբ որ ձեզ կասեն, ես սա ամենամեծ խաբեությունն է,
որ շատերն ասում են «Եվ ախպեր, բայց ես եկեղեցում եմ Հիսուսին գթե»։ Ոչ, եղբայրս, քուրս։ Աստված ունի քո համար պլան։ Այս շինությունում, թե այն շինությունում։ Ես երբեք չէի պատկերացնի հոկտեմբերյանի եսին, որ գյուղերից կհայտնվեի Եվրոպա։ Բերդեր, կեղտոտ կյանք։ Կեղտոտ կյանք։ Ես չէի պատկերացնի, որտեղ իմ ուղղությունը Ամերիկան էր, որտեղ որ գիշեր ցերեկ չկար։ Աստված ինձ կբերեր Ավստրիա, սարի գլուխը եւ մի հատ հայրենակից ինձ ասի գեվ։ Մինչեւ Ամերիկայի թալդ, անես լավ մարդիկ են, խելոք մարդիկ են, ումը տեսնում փաթաթվում են։ Մեկը բան չկանելու, սարի գլուխին եմ։ Մի հատ հյուրանոց է ու մի հատ հյուրանոց է, մի հատ կաթոլիկ եկեղեցի ու գերեզմանոց։ Ու ցուրտ։ Ես սպասում եի ուղղակի ինչ-ինչ թղթերի, որ ես գնայի Ամերիկա։ Դա եղել է 27 տարի առաջ։ Ու ես այդ օր այդ մարդուն համաձայնվեցի, բայց հենց այդ օրը իմ օրն էր։ Այդ մարդը գործիքն էր։ Այդ շինությունը գործիքն էր։ Մի սարքեք ձեր շինությունները սրբավայր։ Սուրբը դուք եք, երբ որ սրբերով հանդիպում եք իրարի։ Երբ որ դուք սրբանում եք, երբ որ դուք սուրբ հոգով սրբանում եք, դուք այդ պահին սուրբ եք կոչվում։ Շինությունը սուրբ չի կարալի։ Մի սարքեք ձեզի տեղ այդ շինությունների մեջ, ես շինությունների դեմ չեմ։ Ես ուզում եմ ասել, որ մի սարքեք, եթե Աստված քո հետ չունենա քո օրը դրած, ուզում ես Երևանում հետա Հայաստանում 250 հատ տարբեր շինություններ կան, բախի չեն եթում, որտեվ իր օրը չի, որտեվ ինքը չի փնտրե, որտեվ Աստված իրան այդ պահը չի կանչե դեռ։ Իսկ ինձ կանչեց այդ պահը, ես գնացի, որտեղ նստած են 1000 հոգի ժողովուրդ, ես չի հասկանում, թե դե ինչ է կատարվում։ Մարդը տկանի մեջից վերջում նստած ես իմ համար մարգարեացավ, ամենավերջում, դա ես ասում, ես իմ եմ վերջը նստելը։ Մարգարեացավ, ես էլի չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց հետո, երբ որ ես ուսումնասիրեցի խոսքը եւ ընդունեցի Տիրոջը Տեր ու Փրկիչ, ես մտա այդ շինության մեջ եւ հասկացա, որ այդտեղ բիզնես է։ Ես մի վկայություն կտամ, թե ինչ է կատարվել այդ կոչված, չեմ ասում սեկտ, եկեղեցու հետ։ Եվ ես 2 տարի գնացի դեղ, ուսումնասիրում էի, խոսում էի, բացում էի գիրք, ասում էի կարող է հայերենով թարգմանությունը ուրիշ, ասում էի չէ, բացում էի գերմաներենով, չէ, անգլերենով, չէ, իմ կին ավելի շատ լեզուներ է տիրապ, մենք փորձում էինք այդ գտնել այդ կարող աստեղ մենք սխալ եկա, չէ, ոնց որ ասում ենք մենք ճիշտ ենք հասկացել ամեն ինչը, ինչ կատարվավ։ Ես եմ բիզնեսմեն չէի, երբ որ ես Քրիստոսին ճանաչա, ես ամենաաղքատ մարդն էի, հետաքրքիր է։ Դի կորցնես, որ գտնես, եթե դու չկորցնես, չես գտնի։ Դու Տիրոջով մահանաս, որ հարություն առնես։ 2 տարի ես գնում եմ այնտեղ, բայց խնդիր կար, որտեղ ես տեսնում եմ, որ այնտեղ էր Տիտանիկը, փող, Ամերիկայից գալող, Ամերիկայից գալիս է, պետք է դվայնո հավաքվի, պետք է տրայնո հավաքվի։ Եվ ինձ առաջարկեցին այդ հազարավոր եկեղեցու գանձապետը, եթե ճիշտ եմ ասում հայերեն, գանձապետը, փողերը պետք է ես հաշվեի։ Ուրեմն ամսեկան գալիս էր, այն վաղ Ավստրիայում եվրո չէր, շիլինգ էր, ամիսը հավաքվում էր 150,000 դոլար փող։ Ինչ շատ հետաքրքիր է լինել գանձապահը։ Ես հաշվում եմ այդ փողերը, եւ այդ հովիվը երբ որ գալիս էր, ասում էի, այս գումարները ինչ է լինելու։ Միսիոնարներ, ստեղ, ընդեղ, ես ասում եմ դու սուտ ես խոսում։ Ասում եմ գև չէ որ դու ծառայում ես, դու չես կարա մեր դեմ խոս, ասում եմ դու սուտ ես խոսում։ Քանի հատ միսիոներ ունենք մենք դուրսը։ Այսքան։ Ինչ ռեզուլտատ ենք ստացել։ 0։ Դժվելու մի բան։ Քանի հատ աղքատ ընտանիքներ կան։ Այսքան։ Քանի հոգու եք օգնել։ Ոչ մի հատ։ Այս գումարները ումն են։ Հովիվինը։ Հովիվը գրանցել էր իր կնոջը, հովիվը գրանցել էր իր որդուն, օգնական, բոլորը օգնական էին։ Իսկ մենք ձրի ծառայողներ էինք Աստծո։ Այն ժամանակ կասետներ էր։ Գալիս էին քարոզիչներ, որ բոլոր ուզում են այդ կասետները ունենային։ Արժեր այսօրվա գնով այն
2000-ական թվերին արժեր $5, որը շատ փող էր դա։ Ուրեմն դեմի էլիտան, այդ ծառայող էլիտան, որ փող էր աշխատում, նրանք առնում էին 10 հատով, 5 հատով, 20 հատով, հետևի էլիտան, ես խոսում եմ Եվրոպայի մասին, չէր կարողանում։ Բայց ծառավեինք, խոսքի ծառավենք, ինչ որ լսել ենք, ուզում ենք տունը լսենք կասետներով, սենց փաթում էինք, հիշում եք կասետները, լսում ենք։ Աստվածաշունչ էր պետք, որ մարդկանց նվիրենք, արժեր 25 եվրո հիմիկվա գներով, այն թվին 25 եվրո դա մի օրվա աշխատավարձն էր, եթե ոչ ավել, 25 տարի առաջ։ Ես եկա տուն, շատ տխրած, գումար չունեի, բիզնեսով չէի զբաղվում, հələ տիրոջս օրհնությունը չի հասկացել, թե ինչպես կարելի է օրհնվել Աստծով, ոչ թե խոսքի մեջ, այլ դաշտի մեջ։ Եվ ասի Տեր Աստված, խնդրում եմ քեզ, ուղարկա ինձ մեկին, այն ինչքան որ ես գումար ունեմ, ինքը շատ չնչիներ, հավաքած գումարս։ Ես գնալու եմ մտնեմ գրադարան, զակաց տամ Աստվածաշունչ, երեխաների եւ մեծերի Աստվածաշունչ, մեկ էլ այդ կասետները, եւ բերեմ ես հովիվին տամ ասեմ, լսի եղբայր, էսի կօգտագործես կպրծնի, նվեր կտաս, հետո նոր ձերը կվաճառեք, բայց ասի Տեր ջան, որ հենց պրծնի, ինձ էլի գումարով կորտնես, որ ես էլի տամ։ Աղոթքից հետո երևի 10 րոպե, մինչև հիմա որ ես հիշում եմ, այդ եղբայրը մահացավ անցած տարի գլխի ռակով։ Զանգ եկավ ինձ, ավստրիացի մի եղբայր, ասեց Գև, ես ապրում եմ քաղաքի ցենտրում, ասեց ես եկել եմ ցենտրում, ուզում եմ քո հետ հանդիպեմ։ Ես իր հետ ոչ խոսել էի։ Մենակ ասում էի Աստված ջան, մեկին խնդրում եմ օգնի, ուղարկի, որ իմ հետ ուղղակի գումար դնի, որ մենք կարողանանք Աստվածաշունչ առնենք, որովհետև ես հասկացել եմ Տիրոջ խոսքը ձրի է։ Ձրի տվել է, պետք է մենք ձրի տանք։ Ես գնացի նստած կոֆե ենք խմում, խոսում ենք տարբեր թեմաներից։ Մեկ էլ այդ մարդը թեքվավ ասեց, գիտես ինչ։ Ասեց Աստված ինձի ասեց, որ ես քո հետ գամ հանդիպեմ։ Ասեց ես չգիտեմ, ես գիտեմ, որ դու սոցիալական շատ վատ վիճակում ես, բայց ասեց այս խոսքը պետք է ասեմ։ Թեկուզ ունես 1 եվրո, թե 100 եվրո, թե 1000 եվրո շիլինգ, ավստրիական փողանը շիլինգ էր։ Ասեց Աստված ինձ ասում է, որ մենք պետք է գնանք իրար հետ Աստվածաշունչ առնենք եւ բերենք տանք եկեղեցում։ Սիրելի իմ հայրենակիցներ, պատկերացնում եք իմ վիճակը։ Ես ինձ ձևի կգոռամ, երբ որ ես իմ տան մեջ աղոթում եմ մի մարդու, ասում է Տեր, ուղարկի մեկին ինձ, որ ես իմ վերջի գումարը տամ, Աստվածաշունչ առնենք, որտեվ հետևում կային հայրենակիցներ, որ Աստծո խոսքը չէին կարող կարդային, չէր հասանելի լինում։ Մենք ուրախ ձևով ես այդ վկայությունը տվեցի իրան, ինքն էլ ասեց իմ հետ էլ նույն տեղը կատարվեն, նույն ժամանակին, մի օրվա տարբերություն։ Մենք գնացինք մտանք բիբլիոթեք եւ շատ Աստվածաշունչ, թե երեխեքի Աստվածաշունչ, թե մեծերի Աստվածաշունչ եւ կասետները։ Մեքենան լցեցինք, գնացինք կանգնանք եկեղեցու այդ շինության առաջ ու չենք ասեմ։ Կանչեցի այդ պարոն Հովիվին, ասի լսի։ Հիշում ես մեր 2 տարվա դիսկուսիան, որ ես գալիս ասում էի խոսքը ձրի պիտի տակ, ասում ես չի լինի դες բան։ Մենք իրոք կռվել ենք, ես իրոք այդ ժամանակ թողել եմ այդ գանձապահությունը, որտեղ արդեն գիտեի փողերը որտեղ էր լվացնում։ Եկանք կանգնանք, սենց նայեց մեզ, ասի եղբայր, դու չես կարող էսի հիմի արգելես, այն ինչ որ մենք տալիս ենք եկեղեցու ժողովրդին։ Ինքը մի երևի 10 րոպե չի խոսել։ Ու ասեցի, եթե կպակասի, խնդրում եմ, մեզ կասես, մենք կբերենք։ Բա դու գումար չունեիք, ախր ինչ եք սենց անում ժողովրդին ուրիշ ձև պիտի սովորացնենք, ասում եմ, լսի եղբայր, Հիսուսը տվել է ձրի իր կյանքը իմ համար, այդ խոսքը։ Եթե ես մի գումար չունեմ, որ գումար չունես, կարաս գաս ասես հետով, եկելա գումար չունեցե, ասելա, ասում եմ, դուք փորձում եք, որ մենք գանք ձեզ խնդրենք, որ դուք մեզ տակ Աստծո խոսքը ձրի, դեղել եք ուզում մարդկանց նակազատ անեք, որ չոքեն ձեր դեմ, ասեն, բայ Հովիվ ջան, գիտես ինչ կա, այն քարոզը որ կար, խնդրում եմ էլի տուր, որտեվ ուզում եմ տունս լսամ դու քեզ լավ զգալով ցույց տաս սենց այն ֆարիզեցիների պես, որ տեսեք, Գևին Աստվածաշունչ եմ նվիրում։ Սա է խնդիրը իմ տարիների, որ ես խոսում եմ, ու ձեր կոկորտին եմ կայնե Օսկորի պես,
Որտեվ Քրիստոսը ձրի ա տվե, որտեվ Սերոբ աղբերը 8 ամիս խոսում էր Հիսուս Քրիստոսից ձրի, մեզ տես բացում եմ թեման, մեզ էլ պրիվատ ջետ են առաջարկել, էլ եկեղեցի են առաջարկել, էլ գումար են առաջարկել, մենք մերժել ենք, ես իմ ժամանակը թողել եմ բիզնեսմեն լինելով, որ շատ թանկ է իմ ժամանակը, ինձ ճանաչողը դա կհաստատի, հենց հիմա որ ես նստել եմ, այս պահին դաժե այս պահին ես կարող եմ գումար աշխատել։ Ինձ հաճելի չի, որ շատերը ինձ ատեն, ինձ հաճելի չի, որ ես ուղիղ եթերում նստեմ, որ ինչ-որ մեկն էլ մի հատ ապուշ կոմենտար գրի, բայց Սերոբից ես մի բան եմ ժառանգել իմ աղբորիցս, ասում էր գև Քրիստոսով պիտի դու մեռած լինես, անկախ նրանից ինչ կգրեն մնա ճշմարտության մեջ, մի արձագանքի, ների իրան։ Այդ ժառանգությունը Սերոբից եմ ես ստացել, ու այսօր այդ նույն այդ աղբերը նստած է, այդ աղբոր հետևից այդ քարոզիչները ուր են բա, այդ հավատացյալները ուր են բա, որ Սերոբի կողերը ման են գալի, որ Աստծո խոսքը սովորեն լեն եթե այն բեմերին խոսային, ուր եք դուք։ Այն կռվող տղեկը ուր եք դուք, որ ասում եք հրամանատար ջան, մենք կայնած ենք, ուր եք։ Ես հիմի բոլորին եմ կոչ անում, որ վաղը բոլորս միասին կանգնենք Սերոբ Գասպարյանի կողքին, Աբովյանի դադարանում, մեր աղբերը, մեր հերոս աղբերը, մեր հոգևոր աղբերը, աղբեր, որը աղբեր ա տվել ձեր համար, աղբեր, որը աղբոր որդի ա տվել ձեր համար, ու այսօր մոռանանք, ուրանանք, Հիսուսին ուրացողները ինչ եղան, Հիսուսի աշակերտներին ուրացողները ինչ եղան, ուր են։ Մենք էլ ենք նույն այդ աշակերտները, մեկս իսկան գիտի, մի քիչ թերացած ենք, մի քիչ գրագետ չենք խոսում, ոչինչ, բայց կարևորը Տիրոջ փառքից ենք խոսում։ Ես ասել եմ Տեր, այս եթերները եթե պիտի լինի մենակ քո փառքի համար։ Երբ որ ես հանդիպում եմ տարբեր երկրներում բիզնեսմեն գնի թե ով ուզում ա լինի, նրանք լսում են Աստծո խոսքը, նրանք լսում են Աստծո վկայությունը, չեմ ամանչում ասելու։ Ոնց կարա հայը ամանչի, ոնց կարա ամանչի։ Ես տարբեր աշխարհիկ մարդկանց հետ հանդիպում եմ։ Ինչ ճանաչում են ձեր ասած թե ավտորիտետները, թե չավտորիտետները, թե օրենքը, ինձ շատերն են ճանաչում, շատերի հետ նստած ես խոսում եմ Տիրոջ փառքի մասին։ Ու չկա մի օր արդեն 23 տարի, որ ես ամանչած լինեմ։ Ինչի՞ց ամանչեմ։ Իմ հորից խոսալու, իմ ստեղծողից խոսալուց ես ամանչեմ, որ տվել է ինձ շնորհքի երկիրը եւ քրիստոնեության պեչատը դրել է մեր դաժվածքը դրել է մեր մեջ հավիտենականության ճանապարհը։ Մենք ենք լինելու այդ լույսը աշխարհի համար, մեր ազգը պետք է լիներ աղ այդ աշխարհի համար, բայց այսօր կորցրել ենք այդ աղն ու համն ու լույսն են կորցրել։ Սրա մասին եմ ես խոսում, ասում եմ հովիվներ, ես ձեզի ուբիդիտ կանեմ, ու նույնն էլ քաղաքական գործիչներ, որ աղբերների գլուխը կերած, որ ես մեծ պետությունը մաշեցրել եք, չկա։ Ես որ ձեզ ասեցի, երբ որ բիզնեսմենը ունենում է տարվա փագում բիլանս, դա կոչվում է բիլանս, նա նայում է մինուսա թե պլյուսա, հիմա արեք նայենք 100 տարվա մեջ մինուս ենք թե պլյուս ենք, հիմա եկել է նույն 100 տարին։ Արցախը հենց 108-րդ թե 107-րդ տարում կորցրեցինք, 30% մեր այս սահմաններից 30%։ Հիմի այսօր քանի հատ եկեղեցի կոչված ունենք, 250 հատ, հարց, ինչի համար եք բաժանվել, դրա համար աշխարհը ձեզ լուրջ չի ընդունում, դուք լույս չեք, դուք լույսիկներ եք դառել, իսկ ձեզի հանգցնելը շատ դժվար է, շատ հեշտ է լինելու։ Մեծ լույսը, հզոր լույսը դու չես կարող անջատես։ Դուք աղի պտղունցներ եք դաղել, իսկ դա համ չի տալու, աշխարհը ձեզնով համ չի ունենալու։ Դուք պատկերացնում եք մեծ լագյանով խաշեփեք ու հանեք մի պտղունց աղ լցեք, համ չի լինելու, անհամ է գտնելու։ Դրա համար աշխարհը ձեզ չի ընդունում մեր քրիստոնյա ազգ։ Դրա համար չի ընդունում ձեր երկրի սահմանները, որովհետև դուք իշխանություն եք ուզում։ Շատերը սատանայի պես ուզում եք աստվածների ժողովքում լինեք, գնացեք ոնց ուզում եք քանդեք, կարդացեք, ինչի համար է խոսում աստվածների, եւ շատերը ուզում եք աթոռ Աստծո աթոռից բարձր լինի։ Ու այսօր փորձում եք մոռանալ այդ հերոսներին, թե հոգևոր կոչված, թե հերոսներին կոչվածներին։ 5000 հոգի ջայլ անմեղ տղեկի գլուխ կերավ սատանայի առաքյալը ու այսօր ձեռ եք սխմում իրան ու այսօր վախենում եք սատանայից։ Դուք ինչ իշխանություն ունեք, դուք ինչ դրա համար Հիսուս Քրիստոսն ասեց, երբ որ գամ կտեսնեմ ձեր մեջ հավատ, չկա, դուք չունեք իշխանություն։
Ես գիտեմ, որ ձեր կոկորտին եմ մնացել, բայց ձեզ ասում եմ, քանի ես սաղ եմ ասելու եմ, ես ուզում եմ Հայաստան երկիրը տեսնել այս քարտեզով, որը որ Աստված մեզ տվել է, եւ այս Աստվածաշունչը միակ Աստվածաշունչն է, մեկ Քրիստոս է քարոզում, ոչ թե 250 հատ Քրիստոս քարոզողներ, տարբեր, սարքել եք Աստվածաշունչի մչի տաճարի բազարը, դրա համար Հիսուս Քրիստոսը մտավ եւ սաղին ցվրեց ջարդխուրնալով, ասեց հորս տաճարը սարքել եք ձեզ բազար, այ բոզի տղեկ Այն վաղտ էլ է քֆուր եղե, Աստվածաշնչում էլ է գրած, ասած գնեմ, որտեղ այն վաղտ հին մարդիկ ավելի շատ քֆուր տվող են, քան թե հիմիկվա ինտելիգենտները, օ, եղբայր, սա է իմ խնդիրը եղե, որ ասում եմ ինչ եք բաժանություն բերում, ես մտնում եմ, եթեր մեկ էլ 500 հատ զանգ է գալի, գևոր ախպեր դու սրա, իմ համար ամեն մի հայը թանկ է, իմ համար ամեն մի հայը քրիստոնյա է, որը որ տրված է իր համար արյուն, Հիսուս Քրիստոսի անուն, մի ասեք ինձի հայը վատա, մենակ մի բառ, ով որ երկիրս կծախի, հավատքս կծախի եւ հոգի կուրանա, ես նրան չեմ ընդունում, բայց այն մեղավորը, որ ինքը չի հասկացել այս պահին, ես էլ նույնը այս պահին կարամ սխալ գործեմ, բայց դա չի նշանակի ձեզնից մեկը չեմ եւ ես հայ չեմ։ Սա է մեր խնդիրը։ Գիտես ով է ես եւ գիտես ով է։ Նրանցից մեկը ես եմ, նրանցից մեկը դու ես։ Չես կարա դու բոլորին սիրես նույն չափով, ոնց որ ես եմ սիրում, կամ հարգում նույն չափով, ոնց որ դու ես հարգում։ Հերիքա թարգը տվեք ես ամեն ինչին։ Թարգը տվեք ուղագի։ Էս ինչա գանեմ, այն ինչա գանեմ, էսի սրա բոզնա, այնի սրա էս ինչնա, այն ինձ հետաքրքիր չի։ Դրա համար տրված է այրում, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Հերիքա դադեք։ Դրա համար էլ դադաստանից չեն կարեմ դուրս գանք, ես չեմ դադում, ես ասում եմ, խնդրում եմ ինձ, տվեք այս քարտեզները, ինչի համար մաշվեց, եթե դուք հզոր, որին խոսում ես, ասում եմ, ես ամենաուժեղ պրեզիդենտն ու վարչապետն եմ, ասում եմ, լավ եղբայր, բայց եսի մաշեց, ասում եմ, ախպեր 30 տարի առաջ, լավ հմի 30 տարի դու ես, բա հմի մաշեց։ Նույնը հարցնում եմ հոգևորականին, մի հատ Աստվածաշունչ, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, որ դուս կատարվավես կան եկեղեցի կոչվածները, ոնց, ինչի համար եք մասնատել, որտեղ գնամ ես, հիմի վաղը ես գալիս եմ Հայաստան, ասելով, որտեղ գնամ, թե եղբայր աղոթի տես Աստված քեզ որտեղ ցույց կտա, եթե ես աղոթելու ձև չգիտեմ, ոնց, հիմի այդ մի եղբայր կամ քույրը գալիս է Հայաստան, աղոթելու ձև չգիտի, ցավոք Հիսուսին չի հանդիպել, ոնց է գալու եւ որտեղ է գալու, այնտեղ է գալու, ասում են այնտեղ վադա, ես վկայություններն եմ, ախր ես ինձ թույլ չեմ տալի, ես ասում եմ աղոթեք, որ ես գրքերը չբացեմ, մարդիկ թե ինչ բազարի մեջ են մտել եղբայրներով, ինչ խոսակցություն թաքուն են հանդիպել հավատացյալը հավատացյալի, որ հանկարծ հովիվը չիմանա, այս ինչի եկեղեցի ծառայողը այն ինչի եկեղեցուն, այս ինչա, էսի հավատքա, մարդիկ ունեք դրած, որ տնային խմբակներն ինչ խոսակցություններ եք խոսում, պետք է թակ հովիվի ականջին փսփսակ, գիտես, այսպեսի վարդապետություն ասեց, հովիվ ջան, բաներ եք, ագենտներ եք պահում ձեր մեջ, բոլորը ես տեսել եմ, ես մտել եմ ձեր մեջ, ես գիտեմ ինչից եմ խոսում, եւ դա շուտով կհաստատեն ծառայողները, ես խոստանում եմ, որ շատ եթերներ ենք ունենալու, տեսնենք, աշխատում է թե չի աշխատում, ճիշտ են խոսում, թե սուտ են խոսում, տեսնենք տարվա բիլանսը, երկիր կորցրել ենք, թե երկիր ենք հետ բերել, հոգևոր դաշտը որտեղ ապրում, անկում թե բարձում, ոնց կարարնի, ասում եք Աստծո տուն, Արցախի Աստծո տները ուր են, ոնց կարա սատանեն մտնի Աստծո տուն, ես հարց եմ տալի ձեզ, քրիստոնյա ասում, ոնց կին, եթե դու ասում ես սա Աստծո տունն է, ոնց կարա սատանեն Աստծո տունը մտնի, դուք կայնում եք բեմին ասում եք, մեզ տվել է Տերը իշխան, դուք սուտ եք խոսում, իշխանությունին չեն կարա ծնկի բերել, իշխանություն ունեցողը չի կարա վախենա, Հիսուսն ասում է, ես հաղթել եմ եւ ինձ հավատացողներն են հաղթելու, ոնց կարա դուք ծնկի գաք, ոնց կարաք սատանի առաքյալին տենաք ձեր տակ, ոնց կարաք հանդուրժեք, ուրա ձեր մարգարեն, Մովսեսը գնաց կայնավ Եգիպտոսի փարավոնի դեմ ասեց լսի, ազգս պետք է ազատագրվի։ Ասեց էսի գժվել արա, սաղ աշխարհի ձեռի տակ ստրուկա, էսի կային ասում եմ այն երկիրը պետք է ազատագրվի։ Ինչ արեց Մովսեսը, հավատաց խոսքին։ Ասեց ով ես դու, որ այդ մարդուց ասեց ես եմ։ Այդ ես եմը բացեց ճանապարհը եւ ծովից հանեց, այսօր մենք ապրում ենք Եգիպտոսի օրերում։ Ուր են ձեր մարգարեները, խնդրում եմ ցույց տվեք, որևէ մեկը գնաց փաշուկու դեպը կայլավ ասես, լսի արա, իմ ազգը հերիքա ստրկության տանեց, հերիքա վախի մեջ պահեց, եթե սա չստորագրենք, էսի կվեկանեն, եթե ինչ ստորագրենք, էսի կանեն, ուզում եք պատերազմ լինի, մեր պատերազմը տիրոջով ալնելու,
Իսկ դուք շատերը վախենում եք։ Ուր են ձեր մարգարեն։ Ուզում եմ հարց եմ տալի, ես անուն չեմ տալի, ես չեմ ասում Պողոս դու կամ Պետրոս դու, մեկն էլ ես եմ։ Ես ես ինչ որ խոսում եմ, սիրելի հայրենագիցս, իմ հետ եմ խոսում։ Ուղղակի միացել եմ, դուք էլ ինձ հետ լսում եք։ Ես ձեզ չեմ ստիպել, որ դուք մտնեք իմեջը լսակ։ Իմեջը ես միացրել լսում եմ, ես ինձից խոսում եմ։ Ուզում ես լսած, մի հարց եմ տալի։ Ուր են ձեր վերջին 30 տարվա մարգարեն, գնար Մասոնի մոտ, Քորլևոնի, ասում եք Քոչանը Աստվածաշունչը ձեռը չդրեց վրա, բայց ընդունեցինք 2 անգամ։ Քոչարյանի մոտ, Սերժի մոտ, Փաշուլու մոտ։ 4-ը 3 նախագահ, 1 վարչապետ, որևէ հոգևոր մարգարե եւ հայ առաքելական կոչված Գարեգին բն կամ են մնացածը չեն գնաց ասեն գավազանը խփեր ասել լսի արա։ Էս ինչ եք անում արա մեր ազգի հետ։ Էս ինչ եք սպանում մեր ազգի որդիներին։ Հայը գիտեք իշքան թանկ է։ Սերոպն ասես գալու է օր, որ մենք հային պետք է հadouk տեղերում գտնենք։ Այսօր էդի կատարվում է։ Հոգևորին բռնեն, կռվողին հրամանատարին ազգի համար կյանք տվողին բռնեն։ Ո՞վ եք մնացել։ Հələ մեկ հարց տվեք այդ նույն Նիկոլ Փաշուլուն ասալ դավ դու ով ես, ինչ իշխանություն ունես։ Բայց ասեք ես հոգևոր չեմ, դուք ամենաուժեղ յավնի հոգևորներն եք, լսողներ, հովիվներ, եղբայրներ, ծառայողներ, հարց տվեք, որևէ մեկը գավազան է դուխ ունեցել է, գնա կայնի պարլամենտի դեմ ասի լսի արա, հերիքա, սենց ասում իմ Աստված, որտեվ ես ունեմ այդ իշխանությունը, ու կատարվի, ցույց տվեք ինձ։ Ես ուզում եմ ազգերի մեջը ցույց տամ իմ Տիրոջ զորությունը։ Եթե դուք Տիրոջ զորությունը ձեր շենքերի մեջ, այդ շոուների մեջ եք ցույց տալու, մի խափեք։ Դրա համար մի նեղեցեք, ես ինչ որ ասում եմ։ Բայց ես ձեզի կապացուցեմ ոչ թե մենակ գևը խոսա, այդ ծառայողներ կմտնեն եթերներ եւ նես բաներ կպատմեն շոկային։ Դրա համար եմ ձեր բգին կոկորտին օսկոր դարը, որ ասում եք ինչ անենք սրան լր չեք լրացնելու, քանի իմ Աստված կա իմ հետ է։ Դուք չեք կարա ինձ լրացնեք։ Անհնար է։ Իմ լեզուն չի կարա ձեր դեմ լրի։ Որտեղ դուք շատերը այդ իշխանությունը չունեք։ Ոչ աշխարհիկով, ոչ ձեր հոգևոր կոչված դաշտով։ Ուրա 240,000-ից մնացել է 29, մի ամեն տասի կարա դերին, ես ինչ անեմ, հոգևոր դաշտ եմ ասում, մեկ առաքելական եկեղեցի արմատից դարել է 250-ը, դե դերներն են մեղավոր, հասկացակ, որ դարել ենք Բաբելիոն, սա է մեր խնդիրը, որ ես ու Սերոպ աղբերը, ու շատ քիչ եղբայրներ, որ զանգեցին ասին գև աղբեր, մենք հասկանում ենք դուք ինչից եք խոսում։ Մեր դժբախտությունն է, բայց ստիպված հոտի մեջ ենք մնացել, որ գոնե այս հոտը չկորցնենք։ Էս է մեր խնդիրը, սիրելի իմ հայրենակից, որ այսօր հերոսին դատում են, որ այսօր հերոսի աղբերը 30 տարի կռվել է քո համար, իմ համար։ Մի օր ես հիշում եմ, երբ որ մենք Եվրոպայում մեծ հավաք ունեցանք, Սերոպը մի հատ բառ ասեց, արա ասեց մենք ձեր երկրի պահակներն ենք, այ Եվրոպայի աղբերներ, 30 տարի դուք գնացել եք Եվրոպա, լավ ապրում եք, կամ աշխարհում եք, մենք ձեր պահակներն ենք, գոնե ձեր պահակին լավ նայեք, ու այսօր մեր այդ պահակին, Սերոպ աղբորս խոսքն է, մոռացել ենք, պահակի աղբերը, որ իր կյանքը իր տղու հետ տվել է, մոռացել ենք, ուրա մեր հայի թասիբը, ուրա մեր հայի հավատքը, ուրա մեր միասնություն, ես հիշում եմ 90 թվին, 79 թվին, երբ որ Բաքվետ բանի ջարդերը սկսվեցին, ես հիշում եմ միա բրունց հայերին, որ բրունսկով էլ կանգնեն, տեղ չկար հրապարակը, ուրա, ուր են մեր հայրենակիցները, ուր են մեր հոգևորները, ուր են մեր մարգարեները, ուր են մեր գրագետ քաղաքական գործիչները, ուր են, բոլորը իշխանություն են ուզում։ Արա ինչ լավ, այս մեկը գնաց, ես ես այդ տեղը կնստեմ, եղբայր հաջորդը դու ես։ Եթե դու միայնակ ուզում ես փորձես քո իշխանությունը դնես, հաջորդը դու ես։ Դու այն մեկելից հզորը չէիր, դու այն մեկելից խելացին չէիր, դու այն մեկելից ուժեղ հովիվը չէիր։ Ուր են Արցախի
Հիմա ես գիտեմ ոնց շատ արցախցիներ նայում են, ուր են Արցախի ձեր ասած Աստծո տները, ուր է մեր առաքելական եկեղեցու մեծ սարքած սպիտակ տունը, ուր է ձեր ասած, հիմա կասեք, բայց թշնամի ոնց մտավ։ Նշանակում է մենք չունենք իշխանություն։ Այս վերջում իմ ուղիղ եթերների մեջ մի մարդ էր ինձ գրեմ, որ գնացել եմ նայողի մոտ 3 նայողի մոտ և դոգը 100% գործերը լավ լինելու։ Այսպես նստում եմ Աստվածաշունչը բացում, ասում Տեր Աստված, ուսեն շատ մարդիկ գնում են նայողների մոտ, բաժակ նայողի մոտ, կարճ նայողի մոտ, սրա մոտ, նրա մոտ, բայց բոլորի մոտ գնում եք բացի ձեր իսկական հոր մոտ, չեք եթում ասեք Տեր, ես ինչա կատարվում մեր երկրում։ Ուր այս քարտեզները, որ դու տվել ես մեզ, հես է աշխարհը խոսում է ձեր քարտեզներից, դուք ասում եք մեզի պետք չի։ 29 հերիքա, արմավիրն էլ էդի բանն է, всё արևմտյան Հայաստանն է։ Աստվածաշունչը կարդում ես, ես սրանից եմ, ես ինչ ագան եմ։ Այն մեկը գրել ասում է, ես գնում եմ սրա մոտ, բախտս նայում է։ Ոնց կարա հավատացյալ ազգը Քրիստոս պաշտող ազգը մեռնեմ Աստծո զորությանը ասելով հետում եք ու մեռնում եք։ Այս է խոսքը ուժմի։ Ամեն հայ առաջի բառը մեռնեմ Աստծո զորությանը, դե մեռի։ Աստված խնդիր չունի, մեկը իր մոտ է սեթալու։ Դուք պետք է զգուշ ունեք ինչ որ խոսում եք, դրա մեջ անցած անգամ ասեցի Աստծո խոսքը, մարդու խոսքը իշխանություն ունի, թե լավ թե վատ։ Կարա կյանք տա Աստվածաշունչում, կարա կյանքը վերցնի։ Ինչի համար ես մեռնում, ապրի Տիրոջ համար։ Վերջի անգամ Տիրոջը երբ ես խնդրել, ինչ ես խնդրել, փող ես խնդրել, տուն ես խնդրել, մեքենա ես խնդրել։ Դրա համար ես սիրում եմ սերով աղբորը։ Ասում եմ գեվ մենք ժամանակ չունենք։ Հոգիներ են կորցնում ամեն օր։ Վաղը կռիվալի 5000 աղբեր գնացին նահատակվան։ Քանիսն էին Հիսուս Քրիստոս քարոզված։ Ուր են ձեր այդ Մերսեդեսներն ու Վիլեկն ու այդ տները չկան։ Բայց հոգիների կորուստ տարանք, համ երկրի կորուստ, համ հոգիների կորուստ, ու վաղը մենք բոլորս Աստծո առաջ պատասխան ենք տալու։ Ասում եմ մենք ժամանակ չունենք։ Մենք ժամանակ չունենք։ Մեզի շինությունը պետք է շինության դուսնա պետք։ Դրա համար ես ասում եմ կա երկու տեսակ հովիվ։ Շինության սեմինարի հովիվ, կա իսկական հովիվ, որ արոտավայրը անծայրացիր Աստված տվասում արոտացրեմ գառներին։ Բայց Տիրոջ խոսքը էլի ասում է տարածքը մեծ է, բայց աշխատ մշակը քիչ է։ Տերը գիտեր ինչից էր խոսում, դե մշակները մտել եք շենքերի մեջը։ 20 տարվա հավատացյալը ինչ գործ ունի շենքի մեջ։ 20 տարվա ծառայողը ինչ գործ ունի սեմինար նստի եւ թուղթ ու գրիչ վերցնի եւ ինտելիգենտ գրի։ Ոչ, քո տեղը հալածվելն է, դուսնա։ Քո տեղը աշխարհն է, որ Հիսուսն ասում է Մատթեոսի 26-ի ասում է գնացեք եւ քարոզեք բարի լուրը։ Ոչ թե նստեք ինտելիգենտի պես, հետո վերջում եք ֆուրշետ կերեք, հետո գնացեք տուն։ Սա է իմ խնդիրն ու խնդրանքը։ Հերիքա։ Համ կռվում էին, համ հավատում էին։ Ես հիշում եմ Ռոստամի խիստ տեսակը, երբ որ սերով աղբոր այդ լայվ էինք անում։ Մի օր ես հիշում եմ իմ ուղիղ եթերի մեջը Ռոստամը SMS գրեց։ Կամերա դզի, լավ չեմ տենում։ Ես ուրախացել եմ, որ հերոսը այս տեսակ մարդը նստած Աստծո խոսքը լսում։ Ասում ես սերով պատկեր, ասում ես Ռոստամի պես հզոր տղեն, ասում ես եւ ասում ես Ռոստամը ավելի շատ հավատացյալ է, քան թե շատ հավատացյալները։ Ու այսօր կյանքը մեր համար տվեց, որ աղբեր այսօր նստի։ Հանուն ինչի։ Թող գոնե ասեին հանուն ինչի։ Ոչինչի ինչի մար են նստեցրել, աբսուրդ գործեր են սարքել, ու այսօր մենք էդի հանդուրժում ենք։ Մարդ, որը համ կռվել է, կյանքը կյանքի դիմաց, համ տվել է կյանքը, համ հոգևոր դաշնայրը առողջ, որ շատերը ապաշխարել են, ու այսօր լռում եք շատերդ։ Իմ խնդրանքն եմ, սիրելի հայրենակիցներ, առաջինը աղոթեք մեր համար, առաջինը աղոթեք սերով աղբորս համար վաղը, որ ինքը դուրս գա եւ սկսի Տիրոջ խոսքը։ Ես միշտ ասում եմ, ես գիտեմ ինչի համար ասում եմ, գեվ բերդ նստելով ավելի շատ դու ժամանակ ես վերցնում Տիրոջ հետ։ Ես մի պատկերացնում եմ, թե սերով իշկան ասելու բան ունի։ Իշկան Տիրոջ խոսքը լցված, մենք երբ որ այդ մենք հանգստանալու մի պահ ինքը սենց անջատվում էր։ Ասում է սերով ուր ես, ասում է երկնքում եմ, հերս բան անձի ասում։ Ու երբ որ ինքը նստում ենք ինչ որ միտեղ ասում է գեվ
Ես ուղղակի ապշած էի խոսքի այդ խոսքը, որ տրվում էր։ Ասում էր մենք պետք է դուրս գանք, մեր երկիրը պետք է մենք մեծացնենք։ Մենք պետք է չթողանք մեր աղբերներին։ Դրա համար ես ասում եմ, ես սիրում եմ իմ ամենավատ հայրենակցուն։ Ինքը իմն է, դրա համար ես ասում եմ, ինձ իմ մոտ մի խոսացեք, այս հայը վադնեն, հայը վադնա կամենիլ, նրա համար այրուն է տրված, նրա համար շնորհքի երգիր է տրված, մի արեք էդի, մի ասեք, ես ինչ հագանային են, մի ասեք, այդ բաժանությունը Աստծուց չի, դուք հավատացյալ ազգ, բաժանությունը Աստծուց չի, ես հիմա շատերի աշկի փուշն եմ դառնում, ես էդի լավ գիտեմ, բայց ես ասում եմ, միասնության կոչ եմ անում, ես ուզում եմ այդ բոլոր աղբերներին, բոլոր հովիվներին, բոլոր ծառայող եւ չծառայող միտեղ, որ բոլորս միաբանվենք մեր երկնային, որ աշխարհը դղրդասեն, սրանք էս հայերն են։ Մինչև մի հայերի մասին խոսում են աշխարհը։ Այս MRT-ն հայը ստեղծեց, տելևիզորի գույնը հայը ստեղծեց, ավտոմատիկը հայը ստեղծեց, չգիտեմ, կասմանավտությունը հայը ստեղծեց։ Ու այսօր հայը վերանում է։ Ու այսօր մենք հարևանը հարևանին ասում է չշփվես աղբեր, էսի լավ մարդ չի։ Դու ես որոշում։ Դրա համար ինչ ճանաչողները, թե իմ աշխարհիկ ժամանակում, թե առավել իմ հոգևոր ժամանակում, ես արգելել եմ իմ մոտ խոսել երրորդ մարդուց։ Երբ որ ես կխոսեմ եւ աչոտ չեմ տա, ինձ ինչքան ուզում եք դուք հալածեք, ինչ ուզում եք ասեք, բայց երբ որ ես ասում եմ, ես այս թղթերը եթե հանեմ, այն բաները, որ ես ինձ թույլ տամ, ես չեմ ուզում, ես սատանային տամ այդ շանսը, որ խնդամ էր, ես ասում եմ տղեկ, միաբանվեք, հովիվ աղբերներ, եթե դուք կնքված եք հովիվ, եթե կանչված եք հովիվ, միաբանվեք իրար հետ, մեր հոտը բաժանված է, կհիշեք իմ խոսքերը, եթե սա չլինի, սատանեն ամեն մեկին թակ տանելու է, ու 29,000 ենք հասել, սա նշանակում է մենք տեղում չենք, ոչ քաղաքական հայրերն են տեղում, ոչ հոգևոր, իշկանել Մովսեսը չոքում էր տիրոջ առաջ հողը վեկալում տալում էր գլխին, միևնույնն է Աստված ասում էր ոչ, մեղք են գործը, պատասխան պետք է տան, գոնե կարդացեք պատմությունը, որ իրականություն է եղել, գոնե այս օրինակը ծառայելով ասեք չէ Տեր ջան, մենք հակառակն ենք անելու, որտեղ Մովսեսից ուժեղ մարգարե չկար, Աստծո ձայն լսողի տեսակ ծովը բացողի չկար, հողը տալում էր գլխին, բայց ասում էր ոչ, թող պատժվեն, որ հասկանան Աստծո դեմ ինչ նշանակում, եթե սա պատիժ չի, բա ինչ է, եթե սա պատիժ չի 240,000 եւ մնացած 1000 կիլոմետրը, որ տրված էր մեզ ու չկա այսօր, մաշացվել է, եթե այսօր եկեղեցին մեր ասած հայ առաքելական գավազանու մնացած գավազանները չի աշխատում, էսի որ պատիժ չի, բա ինչ է, մենք այսօր անեծքի ու պատիժի մեջ ենք, մենք կորցնում ենք մեր երեխեքին, մենք կորցնում ենք մեր հերոսներին, մենք կորցնում ենք, մոռանում ենք, անշնորհակալ ենք դառնում, թե Աստծո առաջ, թե անձի Աստծո ստեղծած մարդ, երբ որ քեզ մի լավություն անում, էս է իմ խնդրանքը, ես ոչ մի անհատի, ես ով եմ ինչ որ անհատի կամ իրա հացին կամ իրա ռոջիկին կամ իրա, ոչ, իմ խոսքերը այս սրանք են, ուրա, չի գործում, դրա համար ես ասում եմ զարթնեք իմ հայացք, թե հոգևոր դաշտը, թե քաղաքական դաշտը, միաբանվեք, մի դարեք ես ինչից տրուկը, ես սրա կարիքը ունեմ, ես մենակս չեմ կարող ինչքան էլ լինեմ հայ, փորձեմ Հայաստանը ներկայացնել, բայց իմ կողքն էլ է պետք հոգևոր աղբեր, իմ համար էլ է պետք աղոթող աղբեր ու քուր, երբ որ ես մի քանի օր առաջ մի լավ աղբոր հետ գրում ենք իմ ինքնա այդ կենսագրությունը, ես մոռացել էի, ես զարմացա, որ ես իմ ինքնա կենսագրությունը ես կան գործ եմ արել, ես չեմ սիրում այդ գործերից խոսալ, ես սիրում եմ գործել, բայց գգա օրը ես այն օրը մտածեցի ինչի ոչ, բացեմ ասեմ լսեք, ես ես հայերից մեկն եմ, որ սուս ու փուս արել եմ այսքան եմ կարացել, դառնամ օրինակը, Սերոպը կարացել է 30 տարի սահմանում ու այսօր այս պահին այս վիրավիճակում հայտնվել, Ռոստամը 30 տարի կռվելով, որ ոչ մի ազեր չէր կարում Սև Հովազի դեմը կռիվ տալու ու այսօր այս սրան ենք հասել, մենք պետք է մտածենք, մենք պետք է տեսնենք որտեղ է լավը, որտեղ է վնասը, որտեղ է վատը, ես չեմ խոսում անհատից, դուք ձեզի ես խոսում եմ իմ մասին, ես խոսում եմ իմ համար, այս եթերը իմ եթերն է, իմացեք հայելին դերը ես իմ մասին եմ խոսում,
Ես դրա համար ասում եմ Տեր, ուր է իմ քարտեզը, տենում եմ, որ ես եմ մեղավոր։ Ուր է իմ Աստվածաշնչի խոսքը, տենում եմ, որ ես եմ մեղավոր։ Սրա համար ենք մենք մասնատվել։ Սրա համար մեր արա գիտեք էսի ով, արա գիտեք դոգնովա, ով էր, ով որ էր մեր հայրենակիցներ։ Եթե նրա անվան տակ խոսում եք, ես ուղղակի հիմի անձը որ հիմի նստած է դրանից եմ խոսում, ուղղակի հիմի ակտուել ավելի պոպուլյար մարդ չկա, որ դրանից խոսամ, այս պահին։ Որ ասում եք, էսի էս մարդն է, էսի այն մարդն է, քֆուր տվողա, տոլի սերից կպակ, չսերից կպակ, հարց եմ տալի, աշխարհիկը խոսա, պակիստանցին խոսա։ Արա դե կասեմ, դաշի Պակիստանը մեր պետությունը չի ընդունել որպես պետություն։ Կասեմ, արա նախանձա չի ընդունել, որ մենք պետություն ենք, մարդկանց վրա շարժանեմ կամ ճիշտ ասեմ։ Բա հավատացյալ ազգ Հիսուսը ում համար խաչվեց։ Բժշկվածի եւ Յավնի հոգևորի համար, թե տարբեր ինչ դրվածների համար, իհարկե հիվանդի համար։ Որ մեկը գնաց իր հետևից, այդ գառի հետևից։ Հիսուսը 99-ին թողեց եւ գնաց հենց այն նրա հետևից։ Շատեր ինձ ասում են, «Գեր, արա դրա մասին խոսում, լավ եմ անում»։ Գիտեք ինչի համար եմ խոսում։ Որտեղ նա 99-ից 100-րդն է։ Նա հայ է։ Նա մերն է, լավն է, թե վատն է, ես միշտ իմ ընկերներին կրկին ասում եմ, տղեկ, եթե մենք դասում մի խնդիր ունենք, մերն է, մենք պետք է միասին լուծենք։ Օտարը թող չմտնի մեր հարցը լուծի։ Ինչի պետք է Ամերիկան կամ Ռուսաստանը մեր տղեկին տենա որպես վատ մարդ։ Մտնում ենք սրան քրվում ենք, նրան քրվում ենք, օտար ազգի ինչ ասելու մեր մասին։ Քյաբապուդող, ռաբիս լսող, նարդի գցող ազգ ենք դառել։ Էսա մեր խնդիրը։ Որ պետք է պահենք, հայը շատ թանկ է, հայը շատ քիչ է, հայը պրծնում է, եթե սեն շարունակվի։ Մենք մեր ձեռով մեր երեխեքին սպանում ենք, կամ սպանել ենք թողում տալ։ Մենք մեր ձեռով փչացնում ենք մեր տղեկին։ Ես էլի եմ ասում, ինձ ոչ մի բան պետք չի, ինչ ճանաչողներ գրանք կհաստատեն։ Ես ոչ ասում եմ, ես ատում եմ այս հեռախոսը։ Ինձ չնայեք որպես բլոգեր, ինձ չնայեք ոչ, ես ոչ մի բան եմ։ Ես ուղղակի տենում եմ ցավը, հարց եմ տալի, որտեղ կանգ առնենք, որտեղից սկսենք։ Դրա համար մենք ունենք շատ հզոր մարդիկ տարբեր գաղափարի, ունենք ճիշտ հոգևորներ, վերցնենք այս հոգևորներին, օրինակը, ունենք ճիշտ հրամանատարներ, վերցնենք այս հրամանատարներին, ունենք ճիշտ քաղաքական գործիչներ, հələ մի հատ միաբանվենք եւ մոռանանք մեր պաշտոնը, մեր այս ինչի շինությունը, ուղղակի միանանք ու ասենք տղեկ, այս ինչ ենք անում։ Ոնց կարա 100 տարի այս քարտեզը լինի եւ 29000 մնա։ Ոնց կարա 1.5 միլիոն կոտորվի, չկարանանք 10 միլիոնով աշխարհը գիտի ճանաչում, մենք ասում ենք չէ, ու մեկը չի ասում, այ բոզի տղա Նիկոլ, մելի քֆուր տվեցի։ Ինչ ես ասում, չէ, սա աշխարհը գրում է։ Նայեք, գերմաներենով, ֆրանսերենով, անգլերենով, 17 լեզուներով խոսում են մեր հզորների մասին։ Ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ։ Այս կանը աշխարհը եվրոպացին է գրել։ Հələ մեր քարտեզը նայեք։ Ջոպե։ Գազետներն են սրանք, մեր մասին գրված գազետները եվրոպական։ Ու ավստրիացի կինը այսի գոնե տարեք կողեք Նիկոլի աչքը, հայազգ։ Ավստրիացի կինը Սողոմոն Թելելյանի եւ մնացած աղբերների մասին գիրք է գրում նույն ավելի հզոր ձևի։ Եթե դու կարդակես գիրք, ուղղակի ես չգիտեմ Նիկոլին ինչ կանեք։ Ավստրիացի կինը օրինական ձևով մարդասպանին բարձրացնում, ասում նա մարդասպան չէր։ Նա կռվեց եւ արեց իր վրեժը, որտեղ նրա տունն էին մտել։ Նրա երկիրն էին տարել։ 1.5 միլիոն էին սպան, նա երազների մեջ չէր կարող քնել։ Այդ մարդը արդեն խանգարվել էր։ Եվ օրինական ձևով Ավստրիայի Հանրապետությունը թույլ է տալի գրադարաններով եւ 17 երկիր արտադրվի։ Իսկ մենք ինչ ենք անում։ Նիկոլ Փաշինյան, Յան ազգանունով իշոր մեկը ասում է լսեք, այն ինչ որ սրանք արել են, կասկածի տակ ենք դնում։ Իսկ այն սրանք որ եկել են, դա դեռ չի կոչվում արևմտյան Հայաստան, այս սրանք հոկտեմբերյանցի են։ Արմավիրը կոչել է արևմտյան ու ոչ մեկ, այս 10 միլիոնից ժառանգորդներ ձեր դուք սրանց ժառանգներն եք ու չեք ասում այ բոզի տղա, այս ինչ ես խոսում։ Ուրեմն այս տղեկը
Աշխարհին ցույց տվին, թե հայի տեսակը հավատքի համար այ հիմի Նիկոլ Փաշինյանը փչացրել է այս տղեկին եւ այն մնացած տղեկի փորձում անունները փչացնի ու մենք լռում ենք հաջորդը քո տղեն է հաջորդը քո ամուսինն է հաջորդը քո սերունդն է որովհետեւ դուք թույլ եք տալի իսկ ես չեմ կարող թույլ տամ ու ես չեմ վախում այդ բոզի տղեկից ու մնացած բոզի տղեկից չունեմ ոչ մի իշխանություն իմ վրան եթե իմ Աստված թույլ չտա այս է իմ խոսքերը որ ես ասում եմ ոնց կարա օտարը բարձրացնի մեր տղեկյան եւ գիրք գրի ես ասում եմ խորհուրդ կտամ բոլոր Եվրոպայի ապրողներ կարդացեք այս գիրքը ուղղակի կզարմանաք թե օտարը ինչ հզոր հələ նա ստեղ նայեք հələ նա տղեկի դեմքերով ժամերով քաղաքներով բոլորը գրած բոլոր մեր տղեկյանն հիմի գիտես ինչ կանեն Ես ինչ է քարոզում, հələ տենանք հələ դեսպանների հետ ոնց կապնկեն Գրիգորյան կամ մի հատ դե։ Լսեք, գալու է օրը սովի խոսքի սոբա լինելու, թե այս տղեկի, թե քարոզողների։ Դրա համար Սերոբն ասում էր, մենք ժամանակ չունենք։ Ու ես չեմ ամաչում այս եթերով խոսել համ հոգևորից, համ այս տղեկից, որտեղ գալու է օրը խոսքի սոբը, թե հոգևոր դաշտում, թե սրա դաշտում եւ ուշ է լինելու։ Բոլորիս համար դրա համար իշքան կարանք արագ խոսենք իշքան կարանք շատ խոսենք ու ես խոստանում եմ իմ եթերները երկու եթեր լինելու ամեն անգամ երկու տարբեր եթեր մեր իրական քարտեզը սերտիֆիկատներով որ հիմական արխիվներում իրականություն եւ խոսելու եմ Աստվածաշնչից եւ սա է ամենայն առաջնագանը Տիրոջ խոսքը հոգիների փրկությունը ես չեմ ամաչում ես հայ եմ ու ես իմ կոչս ասում եմ Միաբանվեք, իսկ վաղը սիրելի իմ եղբայրներ, եթե քույրերներ կցանկանան, իմ կոչը լինել Աբովյան քաղաքում, դատարանի առաջ ժամը 15:00 Սերոբ Գասպարյանի դադնա, բոլորս միաբան մեր հրամանատարին, մեր հոգևոր աղբորը ազատության կոչ անելով, նա պետք է ազատ լինի, որտեղ նրա պես մեզ պետք է եւ մնացած մեր աղբերները, որ հիմա նստած են հայրենիքի համար։ Աստված օրհնի ձեզ կհանդիպենք վաղը ուղիղ եթերում։